Բարև ձեզ, շատ ուրախ եմ բոլորի տեսնելու համար, որովհետև աշխատանքային օրերի ժամին ներկայությունը ես հասկանում եմ, թե ինչ ծանր բեռ է այնուամենայնիվ, շատ ուրախ եմ հարգանքի և վստահության համար, իսկ հիմա ուղղակի նախօրոք ուզում եմ պրևենտիվ զգուշացնել, որ իմ խոսքում չեն հնչելու քաղաքական արդի իրավիճակներին վերաբերվող վերլուծություններ և կոչեր, չեն հնչելու նաև աբստրակցիաներ, չեն հնչելու բոլոր այն բաները, որ մենք բոլորը սպասում ենք ուրիշներից, որտև ես ինքս ինձ անձամբ ամեն քաղաքական ուժի որևէ ելույթը լսելուց սպասում եմ, թե երբ պետք է առաջարկվի դեղատոմս, բայց բոլոր բժիշկները գիտեն, մանավանդ այն բժիշկները, ովքեր գործ ունեն հոգու հետ, իսկ այս ամենը ինչ որ կատարվում է ներկայումս մեր շուրջը և մեր հետ, դա ընդհանրապես հոգու խնդիր է, ուղղակի չեմ կարող չասել, և այն ամենը ինչ որ կատարվում է մեր հոգու հետ, իրականում արտատպվում է մեր իրականության մեջ, և մենք դառնում ենք միևնույն ժամանակ դրա գերին, դրա ոչ կամավոր գերին և այն մարդիկ, ովքեր ուզում են փոփոխություն անել, բայց չեն հասկանում, թե ինչու։ Եվ այսօր ես կփորձեմ ուղղակի պարզել, թե ինչու մենք չենք կարողանում անցնել այն բաղձալի սահմանը, որից հետո սկսվում է իրական գործողությունը։ Ինչն է պատճառը, ինչն է մեզ այդպես հետ պահում, ինչն է մեզ այդպես ուղղակի ոտու ձեռը կապում, որովհետև եթե յուրաքանչյուրը ձեր մեջ ուղղակի ինսպեկցիա անեք ձեր ցանկությունները, ձեր մտածմունքները, խոհերը, ի վերջո կգաք կկանգնեք մի հանգուցալուծման առաջ, որ ախր մենք ուզում ենք, որ այս ամենը փոխվի, որ մենք ուզում ենք այս ամենը վերջանա, բայց ինչու պարալիզացված, կարծես թունավոր հիդրայի թույն խմած հավաքական կոլեկտիվ մարդկանց խմբի նման չեն կարողանում քայլ անել։ Եվ ես կուզենամ սկսել նրանից, թե ինչ է ասել Կարլ Յունգը, հիմա այնքան էլ պոպուլյար չի այդ արքետիպային տեսությունների հեղինակը, բայց եթե պրոյեկտեմ գրականության և քաղաքականության վրա ամենաաշխատող տարբերակը նա է, նա ասել է հետևյալը, որ գաղափարները չէ, որ պատկանում են մարդկանց, մարդիկ են պատկանում գաղափարներին։ Այո, իրականում դա այդպես է, որովհետև այն շարժիչ ուժը, որը մեր մեջ կա, նա շատ հաճախ, իսկ հիմնականում ոչ միայն շատ հաճախ, իսկ հիմնականում միշտ ավելի զորեղ է, քան մենք, և այն մեզ շարժում է այն ուղղությամբ, որ մենք ցանկանում ենք, բայց շատ կներեք, կա երկրորդ շարժիչ ուժը, որ էլի ասել է Կարլ Յունգը, որ ցանկությունները և երազանքները մեզ չեն պատկանում, նրանք պարզապես մեզ հետ պատահում են։ Այո, ցանկությունները, երազները և երազանքները դուք չեք կարող երբևէ ծրագրավորել, թե ինչ երազ կարող եք դուք ձեզ համար տեսնել։ Դուք չեք կարողանում երբեք ծրագրավորել, թե ինչ երազանք դուք պետք է ունենաք։ Ամբողջ ամերիկյան երազանքի կործանումը իսկապես, և հիմիկ տեսնում ենք մենք Ամերիկա այսպիսի իսկապես ապաերազականացումը եղավ նրանով, որ մի երազանք ստեղծվեց, բայց այդ երազանքը չէր համապատասխանում ամեն մարդու ներքին անձնական երազանքին։ Արդյունքում մենք ունեցանք այն, ինչ որ մենք ունենք, և երրորդ բանը, որ մենք պետք է ընդունենք, այս անգամ դա ասում է ոչ Կարլ Յունգը, ասում եմ ես, ասում եմ հետևյալը, մինչև մարդը չխոստովանի ինքը իրեն, որ ինքը խորքային շատ վատն է, շատ վատ է, նա որևէ շանս չի ունենա ավելի լավը լինելու, որտեղ մենք բոլորս գտնվում ենք այն մտայնության մեջ, որ մենք ախր շատ լավն ենք, մենք ախր շատ լավն ենք, այն որ հիմա գտնվում են ընդամենը մի քանի մետր վերև, կամ այն նրանք, ովքեր գտնվում են, չգիտեմ, հիմա կառավարական տարբեր առանձնատներում, այն նրանք իսկապես վատն են, իսկ մենք շատ լավն ենք և ահա ուղղակի չեմ հասկանում, ինչ գլոբալ անարդարություն է բոլորիս հետ կատարվում, այդ նույնը ես իմ վրա էլ եմ պրոյեկտում, ախր մենք շատ լավն ենք, ախր նրանք շատ վատն են և ինչ որ կատարվում է անարդար է։ Ուրեմն ձեզ վստահաբար կարող եմ ասել, որ քաղաքական ծրագրավորման մեջ, երբ որ մարդուն ծրագրավորում են քաղաքականապես, ես արդեն մոտենում եմ իմ բուն թեմային, առաջինը հաշվի են առնում, թե
ոչ թե այլ ինչ ինքը ունի, ինքը ինչ մտածում է, այլ այն, ինչը իրեն պահում է խորքային վատ վիճակում։ Ինչից մարդը ամաչում է եւ ինչը կարող է օգտագործվել իր դեմ, բայց նաեւ իր կողմ։ Տեսեք, քաղաքական ծրագրավորման մեջ միշտ խնդիր է եղել մասաներին տանել իրենց հետևից եւ մինչեւ մոտավորապես 20-րդ դարի երկրորդ կեսը մասաներին տանում են իրենց հետևից վեհ գաղափարներով։ Դա մոդեռնիզմի կործանումներ եւ այդ մոդեռնիզմի կործանման մեջ, դա մոտապես մոդեռնիզմի սկզբից մինչեւ մոդեռնիզմի կործանումը, եկեք գնանք դեպի երկրորդ համաշխարհայինը, շատ հեռու չգնամ, էլի։ Գնամ հասնեմ մինչեւ երկրորդ համաշխարհայինը եւ երկրորդ համաշխարհայինի մեջ այսպիսի բան կար, էլի։ 2-3 դոմինանտ իդեալ կար։ Լուսավոր լավ մարդկությունը, այն է Եվրոպան, Ամերիկան եւ նույնիսկ ռուսները պայքարում են հիդրայի դեմ, չարիքի դեմ, նացիզմի դեմ եւ իրենք իրականացնում են այնպիսի մի սրբազան պայքար կներեք տերմինը յուրացնելու համար, որ սրբազան պայքարի ճանապարհին ամեն ինչ ընդունված է, ամեն ինչը տեսանելի է եւ ամեն ինչը նորմալ է։ Բայց այն ասում է գաղափարները ունեն մարդկանց եւ այդ գաղափարը շատ երկար ժամանակ պահում էր մարդկանց։ Ընդ որում ես ձեզ ասեմ, որ եթե ազգահանրությունը միավորը չունենա այդպիսի միավորող գաղափար, մեկը ընդհանուրը բոլորի համար, ապա հույս չունենանք, որ ազգահանրությունը, պետությունը կարող է գոյատևել։ Չի գոյատևելու։ Ուղղակի այդ գաղափարը պիտի արհեստական չլինի։ Այդ գաղափարը պետք է արմատավորված լինի բոլոր մարդկանց ուղեղներում։ Եվ մինչև վերջին դեպքերը ես նմանապես, չգիտեմ դուք որքան, բայց ես օրինակ գտնվում եմ այդ մոլորյալների թվում, որ ինձ թվում էր, որ այդ սրբազան ինքնության գաղափարներից հիմնականը Արցախն է, եւ այդ Արցախը այն բանն է, որ մենք կմեռնենք ու չենք տա, եւ այդ Արցախը այն բանն է, որ մեզ բոլորիս միավորում է եւ մեզ քանդել հնարավոր չի։ Աշխարհն աշխարհով ինչ որ հնարավոր է, այդ գաղափարը կա։ Բայց ինչպես ես ասացի սկզբում, գաղափարից հզոր բան կա։ Այն, ինչ պատահում է մեզ հետ։ Սա այն է, ինչ մենք մտածում ենք, սա այն է, ինչ որ մեզ տանում է վերև։ Գաղափարը մեզ տանում է վերև եւ իսկապես տանում է։ Եթե այդպես չլիներ, չի լինի խաչակրած արշավանքները, չի լինի բանը քրիստոնեական այդպես զոհասեղանին գտնվող այդ չարչարանած սրբերը, ոչինչ չի լինի, իրոք գաղափարը մարդուն տանում է առաջ, չի լինի արյունոտ եւ ոչ արյունոտ հեղափոխությունները, ձեր պայքարն էլ չի լինի, որովհետեւ այդ գաղափարը մարդուն տանում է առաջ եւ այդ գաղափարը օգտագործել հնարավոր է։ Բայց երբ որ դու այդ գաղափարը մերժում ես, եթե դուք օրինակ ասենք Արցախի միավորման գաղափարը մերժում ես, դու պետք է դիմես նրան, ոչ թե նրան, ինչ որ քեզ տանում է վերև, այլ նրան, ինչ որ քեզ տանում է ներքև։ Դա այն ցանկություններ են, ենթագիտակցական այն մղումներն են, դա ենթագիտակցական այն սև ջրերն են, իզուր չի որ սիմվոլիզմի մեջ միշտ ենթագիտակցությունը ասոցիացվում է ջրերի հետ։ Ես ձեզ բիբլիական մի օրինակ բերեմ, չէ՞, ենթագիտակցությունը ջրի նման է։ Մենք որ գնում ենք քնելու, ձեր վրա պատկերացրեք, որ դուք քնում եք, գիտակցությունը սկսում է անջատվել, ձեզ ստանում է ենթագիտակցություն, ունես տպավորությունն է, որ դուք լողում եք դեպի քուն, այնտեղ տարբեր պատառիկներ կան, այնտեղ խիղճը զարթնում, չի արթնանում, այնտեղ աշխատում է ուրիշ մեխանիզմներ, հիշողություններ, մութ ցանկություններ, լուսավոր ցանկություններ, չգիտեմ, այդ ամենը մեզ տանում է։ Եվ այ Աստվածաշնչի մեջ ես միշտ ասում եմ, գրականության ամենաբացառիկ ուղեցույցը Աստվածաշունչն է, որտեղ կարելի է կարդալ յուրաքանչյուր խորհրդանիշ, առաջի հրաշքներից մեկը, որ անում է Հիսուսը, նա ոտքով սկսում է քայլել ջրի վրայով։ Ցույց տալով, որ ենթագիտակցական այդ սև ջրերի այդ քաշող ալիքը իր համար
խնդիր չի, ինքը կարողանում է դրա վրայով քայլել եւ երջանիկ են մարդիկ, ովքեր կարողանում են դրանով քայլել։ Բայց քաղաքական ծրագրավորումը անողոք է, բոլորին հաշվարկել են, բոլորին, ընդ որում եկեք բան չանենք, հայերին հանկարծ չնսեմացնենք, որովհետեւ քաղաքական այդ ալիքը հաշվարկել է ամերիկացիներին, ֆրանսիացիներին, բոլորին անխտիր, եւ այդ հաշվարկման մեջ աշխատում է այն, ինչ որ առաջինը հաշվարկել է Նիցշեն, եւ այդ բանը զգացումը կոչվում է ղասանտիման։ Ղասանտիման դա թույլների եւ զրկվածների ատելությունն է ուժեղների հանդեպ։ Ընդ որում գիտեք, չէ՞, ես առաջին այդ մշակութային շոկը ստացա իմ ամուսնու մոտ Ֆրանսիայում։ Այսինքն այն ինչ որ մեզ համար ուժեղություն է, օրինակ Ֆրանսիայի համար թուլություն է։ Մի հատ կենցաղային օրինակ ասեմ, որ մի քիչ ձեր տրամադրությունը բացվի, այստեղ լիքը հայ տիկնայք են նստած եւ ես ուղղակի ձեզնով հպարտանում եմ, որովհետեւ մեր միջավայրի մաքրությունը, հա, դա մեր համար այցեքարտ է, չէ՞, ոնց կլինի։ Տունը, տեղը, բա այս ամենը, բա հանկարծ հյուր գա, ոնց կլինի այդ ամենը կեղտոտ լինի եւ մենք հպարտանում ենք դրանով, որ մեր մոտ ամեն ինչ այդպես փայլում է եւ ես իրոք ինձ շատ կոմֆորտ եմ զգում եւ իմ հարազատների եւ իմ սեփական այսպիսի շատ քինախնդիր մաքրության մեջ։ Երբ որ դու մտնում ես Ֆրանսիա, մանավանդ մտնում ես շատ ինտելեկտուալ եւ մտավորական եւ ֆրանսիացի մարդկանց տները, առաջի բանը, որ քեզ ուղակի պարուրում է ամեն կողմից, դա քաոսն է։ Դա այն քաոսն է, որը չի ենթարկվում ոչ մի դասակարգման եւ մաքրության ոչ մի ստանդարտի, դա կեղտի ստանդարտին էլ չի ենթարկում։ Դա քաոս է, որ ուղակի թափվում է քո գլխին, եւ երբ որ մի երկու անգամ շատ զգույշ արդեն դու զգուշավոր այսպես մի ռեմարկ ես անում, իսկ որ կարելի է մի քիչ շուրջ բոլորը մաքրել։ Պարզվում է, որ դա քո թույլ կողմն է, որովհետեւ քեզ ասում են դու հո բուրժուա չես։ Ոնց կարելի է այդպես ուշադրություն դարձնել այդպիսի դետալներին։ Դուք տեսնում եք ազգային մենտալիտետի հետ կապված մեր թույլ եւ ուժեղ կողմերը տարբերվում են, բայց ընդհանուր առմամբ կան համամարտկային թույլ եւ ուժեղ կողմեր, որը վերցնում է քաղաքական ծրագրավորումը եւ դնում է իր գրպանը, եւ դնելով իր գրպանը, այդ գրպանը դնում է մեզ։ Եվ դրա համար ես կուզենամ որպես օրինակ բերել Թավշյա հեղափոխությունը առանց որևէ զգայական կամ գնահատման մեթոդաբանություն կիրառելու որպես զուտ երևույթ եւ դնել հավասարության նշան ֆրանսիական բուրժուա դեմոկրատական հեղափոխության հետ եւ հավասարության նշան բոլշևիկյան հեղաշրջման հետ, որտեղ դա ավելի շատ հեղաշրջում էր եւ ոչ թե հեղափոխություն։ 3 հատ հեղափոխություն բնույթով, այսինքն շատ ոչ նման նպատակներով եւ ընդհանուր ներգրաված անձանց բնույթով, որտեղ մենք հաստատ չենք ունեցել հա կրոնական խավ, որ դեմ պետք էր պայքարել ինչպես Ֆրանսիայում, մենք հաստատ չենք ունեցել, ասենք, ազնվականություն եւ ցար, որ դեմ պետք էր պայքարել ինչպես Ռուսաստանում, չենք ունեցել, բայց արի ու տես, որ աշխատող մեխանիզմը նույնն էր։ Դա հետեւյալ մեխանիզմը երկար ժամանակ տվյալ հասարակության մեջ, խնդրում եմ ուշադիր եղեք, տվյալ հասարակության մեջ, տվյալ ժամանակաշրջանում, տվյալ բարիքից իրեն զրկված համարող մարդիկ ատել են այն մարդկանց, ովքեր բաշխել են այդ բարիքները եւ ներկայացրել են այդ բարիքների դեմքը։ Դա կոչվում է անգլերենով տերմինը vindication, Նիցշեն դրան տալիս է ֆրանսիական անվանում ղասանտիման, այսինքն երբ որ թույլերը ատում են ուժեղներին եւ պատրաստ են ուժեղներին պատժել նույնիսկ սեփական կործանման գնով, որովհետեւ թե բոլշևիկյան հեղափոխության ակտիվ տարերը, թե Թավշյա հեղափոխության ակտիվ տարերը, թե բանի բուրժուա դեմոկրատական հեղափոխության ակտիվ տարերը, հեղափոխությունը կատարողները առաջինն էին, որ զոհ գնացին այդ հեղափոխական ալիքին։ Տեսեք, պատկերացրեք, որ այն բանը, որ դուք նայում եք, տեսնում եք, որ պրակտիկորեն դա ձեզ օգտակար չի, բայց այն զզվելի եւ այլանդակ էլիտաներին պատժելու
ներքին մղումը միշտ այնքան ուժեղ է, այսինքն ուժեղներին թույլ տեսնելու այդ մղումը այնքան ուժեղ է, որ այդ պահին մասսայական գիտակցության մեջ այդ քաղաքական ծրագրավորման հիմնական կետը հետևյալն է, աշխատում է միայն մի բան, թող իրենք պատժվեն, ջահանդամը ինչ ուզում է թող իմ հետ լինի, միայն թե թող իրենք պատժվեն, միայն թե եւ դա արտացոլվում էր մեր քաղաքական մտածողության մեջ հետեւյալ բառերով, ով ուզում է թող լինի, միայն Սերժը չլինի, ով ուզում է թող լինի, միայն այս չլինի, եւ տեսնում եք, որ մինչեւ հիմա այս մեխանիզմը աշխատում է, ով ուզում է թող բանը լինի, մենակ նախկինները չկան, եթե հիշում եք, այդ մեխանիզմը աշխատում է ինչով, որովհետև այն մարդիկ, ովքեր գտնվում են այն հիերարխիայի մեջ, դեռևս մեր ենթագիտակցության մեջ շարունակում են մնալ իբրև բարիքներ կրող խումբ եւ նրանք իսկապես այդպիսին են։ Դուք ասեք, բա ինչու, երբ որ եկել են նորերը, նրանք պակաս բարիքներ չեն կուտակում իրենց շուրջը։ Ինչն է պատճառը, որ այդ ունեցվածքի հանդեպ այդ ատելության ալիքը չի պրոյեկտվում այդ նորերի վրա։ Բացատրեմ, որովհետև մենք ենթարկել ենք քաղաքական ծրագրավորման հենց կոնկրետ այդ ժամանակահատվածի, կոնկրետ այդ խմբի եւ կոնկրետ այդ իրադրության շրջանակներում։ Այդպես է կատարվում քաղաքական ծրագրավորումը։ Մենք անցել ենք վերելքի ալիքը, իսկ հիմա այլևս երկրորդ ալիք չի լինելու։ Որ դեպքում է քաղաքական ծրագրավորումը աշխատող։ Այն աշխատում է միայն այն ժամանակ, երբ որ համընկնում է մեր բարձրագույն կամ մեր ցածրագույն ալիքին։ Մեր բարձրագույն ալիքը շարժելու համար պետք է մի 3-4 պարամետր, որ ներկայությամբ Հայաստանը չունի, բացատրեմ դա որն է, դա քիչ թե շատ համահարթեցված, ստանդարտեցված կրթություններ, որ մեզ տալիս էր Սովետական միությունը, ես միշտ ասում եմ, որ մեզ բոլորիս Սովետական միությունը սովորեցնում էր սիրել հայրենիքը, իսկ հետո երբ որ հայրենիքը փոխվեց Սովետական միության փլուզման հետ, մենք արդեն սովոր էինք սիրել հայրենիքը, եւ ուղղակի մենք արագ փոխեցինք մի հայրենիքը մյուսով, իրական հայրենիքով, եւ մեր սերը շարունակվեց նաեւ այդ անձնազոհությունը, որը մեր մեջ դաստիարակում էին։ Իսկ հետո արդեն երբ որ այդ գաղափարական ինդոկտրինացիան ընդհատվեց, մնաց միայն ազգային եւ մարդկային 1000 ներողություն պղտոր ջուրը, որովհետեւ քաղաքական ծրագրավորումը դա պղտոր ջրում ձուկ որսալու արվեստն է։ Եվ այդ նախանձը, որ մենք բոլորս մեր մեջ ունենք, դա եկեք ոչ մեկը չասի, որ ես այդպես հրեշտակ եմ, ես նմանապես ունեմ, իմ նախանձը մի քիչ ուրիշ է, երբ որ ինչ-որ մեկը մի հատ շնորհք ունի, օրինակ գիտար նվագել, իմ ամբողջ անտաղան բնույթով ես փորձում եմ այդ գիտարը սովորել, չի ստացվում, էլի տառապում եմ, էլի սովորում եմ, դա էլ է նախանձի տեսակ, երբ որ դու հասկանում ես, որ ասենք չի կարելի ունենալ բոլոր հմտությունները, չէ, այդ բութ համառությամբ շարունակվում է, դրա համար մենք պետք է հասկանանք, որ ամեն մեկի նախանձը մի դաշտում է, դա կարող է լինի նյութական, դա կարող է լինել բան ստատուսային, դա կարող է լինել, չգիտեմ ինչ, անձնական, այդ բոլոր ներքին լծակների մեջ պետք է հաշվարկվի, դրա համար եմ ասում, որ ներկայիս քաղաքական ծրագրավորման մեջ աշխատել են շատ լուրջ ուժեր եւ շատ լուրջ լաբորատորիաներ, այդ քաղաքական ծրագրավորումը պետք է հաշվարկվի այնպես, որ նա աշխատի մեծամասնության համար։ Եվ դուք տեսնում եք, որ բոլոր տարիքներում, բոլոր ժամանակներում աշխատում է դա բոլշևիկյան եւ բուրժուա-դեմոկրատական մոդելով, ուզում եք մի հատ բան ասեք, վայ, որտեղից հասա, Լենինյան լոզունգը բանը, «Мир хижинам, война дворцам». Ինչա դրան բանը, խրճիթներին խաղաղություն, բանը, պալատներին պատերազմ, ինչա դա նշանակում, դա նշանակում է, որ այդ խաղաղության պայմանագիրը դուք տեսնում եք ինչպես է գեղեցիկ բանը, կամ գրաբնա գրաբլինն է, բանը, էլի բոլշևիկյան լոզունգը, դրա համար եմ ռուսերեն մեջ բերում, այսինքն ունեզրկողներին, Եվ այն փաստը, որ հիմա մենք ունենում ենք մեր վարչապետին, որը պարբերաբար հանդես է գալիս եւ հայտարարում է, որ այսքան փող հետ ենք տվել, այսքան փող հետ ենք տվել, այսքան փող հետ ենք տվել, նա հիմարություններ դուրս չի տալիս, նա շարունակում է քաղաքական ծրագրավորման մոդելը, ժողովուրդ ջան, այսինքն ես իրա բառերով եմ շարունակում, եթե ձեզ հիմա լավ չի, գոնե նրանց հիմա վատ է։
այդ գոնե նրանց հիմա վատալիքը իշխանության բերեց Թրամփին, այդ գոնե նրանց հիմա վատալիքը բարձրացրեց բազմաթիվ այն շարժումներ, որոնց ձեռը մենք հիմա կրակն ենք ընկել, այդ գոնե նրանց հիմա վատալիքը աշխատում է ներկայությամբ հայ ողջ հանրության միջին հոգեբանության վրա եւ այն բոլոր խմբերը, որոնք փորձում են մարդկանց մեջ արթնացնել գաղափարական հոսքը, կանգնում են պատնեշի առաջ, որովհետև մութ բնազդը արդեն արթնացրած է։ Այդ դեստրուկցիան, այդ բանը, ես Facebook-ում ստատուս էի գրել եւ չգիտեմ, միգուցե մեկ անգամ էլ կրկնեմ, որովհետև դա շատ կարեւոր է։ Դուք տեսեք, մենք ապրում ենք արքետիպային կռվաններով։ Յուրաքանչյուր մարդ, որպեսզի շարունակի իր գոյությունը իբրև մարդկային միավոր, պիտի լիքը կոնստրուկտներ ունենա իր մեջ, սոցիալական եւ հոգեբանական, որպեսզի այդ կոնստրուկտներով շարժվելով առաջ գնա։ Հիմա տեսեք, թե ինչքան կոնստրուկտա ապակոնստրուկտացվել քաղաքական ծրագրավորման հետևանքով, որտեղ քաղաքական ծրագրավորման մեջ նաև կա հիմնական գաղափարական կռվանների դեմոնտաժը, ապամոնտաժում։ Տեսեք, մենք բոլորս հիմա ասում ենք կրթությունը նորաձև է, ձեռ ենք առնում, բայց մեր ենթագիտակցության մեջ արմատավորվում է սարկազմը կրթության հասկացության վերաբերյալ։ Մենք չենք էլ հասկանում դա։ Մենք չենք հասկանում, մենք սկսել ենք կրթության երևույթը ձեռ առնել։ Ձեռ առնել նաև նորաձևության երևույթը, բանը, տերմինը, չնայած համ կրթությունը, համ նորաձևությունը, ավանգարդի, շարժի, փոփոխության եւ բարելավման չքնաղ մոդուլներ են։ Մենք ձեռ ենք առնում ապագա կոնստրուկտը, երբ որ մարդը ապրում է հանուն ապագայի, մարդը այս աշխարհի միակ կենդանին է, միակ, որ առանց ապագայի տեսլակայից չի կարող ապրել։ Յուրաքանչյուր այս աշխարհի յուրաքանչյուր շնչողյակ, բացի մարդուց, որ գիտակցություն ունի, ապագայի պատկերացում չունի, հավատացնում եմ ձեզ, բոլորը արվում է բնազդով, ասենք, չուն, զուն դնել է եւ այլն։ Ոչ մի թռչուն իր վաղվա օրը չի ծրագրավորում։ Մարդը ծրագրավորում է եւ այդ ծրագրով է դառնում մարդ, ինչպեսի ծրագիր կկազմես, այնպեսի էլ ապագա կունենաս։ Եվ եթե մենք դեմոնտաժի ենք ենթարկում ապագա կոնստրուկտը, մենք ենթարկվում ենք քաղաքական ծրագրավորման։ Մենք այս պահին գտնվում ենք քաղաքական ծրագրավորման դաշտում, կամա թե ակամա, նույնիսկ եթե մեզ թվում է, որ մենք այն ձեռ ենք առնում։ Նույնիսկ եթե մեզ թվում է, որ մենք իբրև սարկաստիկ բարձունքների ձեռ ենք առնում, բա հերոսը։ Եկեք խոսենք հերոսի արքետիպի մասին եւ ինչ դեր է ինքը կատարում քաղաքական ծրագրավորման մեջ։ Եթե հերոսը այդքան անպիտան բան լիներ, ժողովուրդ ջան, հույները, հին հույները կբավարարվեին միայն աստվածներով։ Աստվածներով ու մարդկանցով, աստվածները հրահանգում են, մարդիկ ենթարկվում են, աստվածները հրահանգում են, մարդիկ ենթարկվում են, բայց իզուր չի, որ մենք գիտենք, չէ, որ երկու տիպի, եվրոպական քաղաքակրթություն ունի երկու կենտրոն, դա ես չեմ ասել, դա ասել է Միրչա Էլիադեն, Տապարովը, դա ասել է Ջոնատան Պեջոն, դա ես չեմ հնարել այդ տերմինը։ Երկու կենտրոն կա այս աշխարհում եվրոպական քաղաքակրթությանը, որին ես հուսով եմ մենք բոլորս այսպես թե այնպես ձգտում ենք, դա մեր գաղափարների առաջնային տենդենսն է։ Աթենքը իր ողջ արժեքային համակարգով եւ կներեք Երուսաղեմը, դրա համար դա կոչվում է Judeo-Christian values, այսինքն կա Աթեն եւ Երուսաղեմ։ Եվ դրա համար, երբ որ կային աստվածներ եւ մարդիկ, դա միգուցե իսլամի համար բավարար է, բայց ոչ հունական դեմոկրատիայի համար էր դա բավարար, ոչ էլ հետո քրիստոնեական մտածողության համար։ Դրա համար առաջացավ օրինակ Հերակլեսը, աստվածամարդը, որը պիտի անպայման պիտի կատարեր հերոսություն։ Գիտեք ինչի, որտեվ եթե դու հերոս չլնես, եթե դու հերոսություն չկատարես, քո մարդկային միավորը առաջ չի տանի, հերոսը ինքը այն մարդն է, որը ծրագրավորում է մնացածներին կրկնելու այդ հերոսությունը։ Նայեք, մենք շատ ունենք մեր կյանքում դա օրինակներ։ Սովետական միությունը ծրագրավորում է հերոսի,
սարքել էր մի քիչ խնդալու բան, բայց ով որ այդ սերունդն է, դա շատ լավ կհիշի։ Հիշում եք Ստախանովյան շարժումը, սա հերոսն է, բան այսքան, չգիտեմ, այնտեղ ածուխ, հետո պարզվեց, որ դա ընդհանրապես անիմաստ էր, բայց կապ չունի, նա հերոս է, աշխատավոր մարդն էր դառնում հերոս, այնտեղ հատուկ տախտակ կար, մեր գերազանցիկները, մեր բաները, նույնիսկ այդ նախկինների ժամանակ կային այդ հատուկ հուշակվարեր, չէ, մեր զոհված հերոսները, մեր զինվորները, դրանք այն փարոսներն են, որոնց հասարակությունը նայելով գնում է, ասա ինձ ով է քո հերոսը, ասեմ ով ես դու։ Եվ պետք էր անպայման ապակառուցել նաև այդ կոնցեպտը գաղափարական առումով։ Դուք կզարմանաք, չէ, բայց ապշեցուցիչ է ներկայիս իշխանությունների հարձակումը հենց հերոսության կոնցեպտի վրա։ Բայց ով է հերոսը, ով է հերոսը, ասում է դու ուրիշ բան ու գործ չունես, ասում է իսկապես դու ուրիշ հերոսի անուն չգիտես, չէ, դուք մի կարծեք, որ այստեղ դուք գործ ունեք մարդկանց հետ, որոնք հենց այնպես խոսում են, հենց այնպես շարժվում են, հենց այնպես ինչ-որ բաներ են դուրս տալիս։ Ես այսքան ուշադիր եւ անքթից ստիպված եմ հետևել այդ գործունեությանը եւ կարող եմ ձեզ վստահաբար ասել, մեկ ֆրազ անգամ պատահական չի, մեկ բառ անգամ պատահական չի, մի սիմվոլ անգամ պատահական չի, մի հագուստի դետալ անգամ պատահական չի, ոչ մի բան պատահական չի, ամեն ինչը հաշվարկված է, ամեն ինչը թիրախավորված է եւ ամեն ինչը բերում է դրան, որ ձեր պատկերացրած հերոսը հերոս չի։ Բայց կար այսպիսի մի հատ պոստմոդեռնիստ Ռոլանդ Բարտը։ Ռոլանդ Բարտը առաջ էր քաշել մի էքսպերիմենտ եւ իրականացրել էր։ Չգիտեմ որքանով ձեզ հետաքրքիր կնի, կփորձեմ առավելագույնս համառոտ ասել։ Երեխաների մանկատանը, դե ցավոք մանկատան երեխաներն են դառնում այդ էքսպերիմենտ, մանկատան երեխաների մի խումբ են առանձնացրել, որոնց թույլ չէր տրվում հեքիաթ լսել։ Ուղղակի թույլ չէր տրվում, ասում էր սա բանը միֆական բաներ են, կոնստրուկտներ են, ինչ հեքիաթ, ինչ տենց բան 5 գրքեր կարդալ, իրենք սովորում են ֆիզիկա, քիմիա, ինչ որ բաներ, բայց նրանց միանգամից եւ ամբողջովին կտրել էին հումանիտար եւ պատմական, առասպելական աղբյուրից։ Գիտեք արդյունքում ինչ եղավ։ Նենց հետաքրքիր բան եղավ։ Մարդիկ երեխեք սկսեցին իրենց սեփական միֆը հնարել։ Հետո որդեգրել ուրիշի պատմությունները իբրև միֆ։ Այսինքն երբ որ իրենց դայակը պատմում էր ոչ թե հեքիաթ, այլ ասենք իր սեփական տան պատմությունը, որ ասենք կողքինին պատմում է, որ աղջիկս գնաց, մարդուց բաժանվեց եւ այլ եւ այլ։ Երեխան սկսում է այդ պատմությունը վերապատմել իբրև միֆ, որտեղ մարդկությունը առանց առասպելի գոյություն չունի։ Մարդկությունը առանց առասպելի գոյություն չունի։ Եվ այն, որ իրականում թվում է առասպելը, մենք մեկ բանով ենք, չէ՞, ասում առասպելը։ Պարզվում է, որ այդ առասպելը ավելի իրական է, քան ինչ որ իրականությունն է։ Քան ինչ որ իրականությունն է, եւ դրա համար առասպելի տակ մնալը ավելի հնարավոր է, քան իրական սիտուացիայի։ Առասպելը ճնշում է, առասպելը ուղղորդում է։ Դա ոչ։ Եվ տեսեք, երբ որ հերոսի միֆիկացիան եկավ, պարզա չէ, որ տեղը պետք է գար նոր հերոս։ Պարզա, որ տեղը պետք է գար նոր հերոս։ Եվ տեսեք, ինչպիսի գեղեցիկ ձևով մեզ հրամցրեցին այդ հերոսին։ Սկզբում մեզ ներկայացրին այդ հերոսին նախկին հերոսի լեկալներով, Մոնթեի, բանի, այսպես փաթաթածի, Հիսուսի խաչված ձեռքերի փաթաթված ձեռքը, դա ինչ էր, դա Հիսուսի խաչված ձեռքի ստիգմաներն էին, քաղաքական ծրագրավորում ներկայացրին, իսկ հետո մեր բաժին հերոսին, եթե նա մնար հերոսական, միգուցե մենք շանս ունենք։ Հավատացնում եմ ձեզ, բայց իրեն սարքեցին ծիծաղելի, այդ գլխարկով, այդ պահվածքով, այդ բանով, ինչի համար, որովհետև եթե ազգի էլիտան ծիծաղելի է, քեզ ծրագրավորում են, որ դու էլ ես խնդալու, որտեվ ինչպիսին քո էլիտան է,
դու էլ ես խնդալու եւ եթե դուք կարծում եք որ Թրամփի այսինքն այս ընտրությունը ուրիշ մեխանիզմներ էր իր մեջ տանում կամ այսինքն այս Թրամփի անկախ անտեսելիությունը դեռևս Ամերիկան չի մարսելու դուք սխալվում եք ուղղակի Ամերիկան շատ հզոր երկիր է ինստիտուտները շատ ամուր են մի մարդ չի կարող դա դեմոնտաժել իսկ մեր փոքրիկ երկրում որտեղ մենք ավտոմատ ենթարկվում ենք էլիտային ավտոմատ ինչպիսին էլիտան է, այնպիսին միջին բնակչությունն է։ Չի կարող լինել այլ մոդուլ։ Ինչքան էլ դու ասես ես լավն եմ, ես բանն եմ, հիմա տեսեք։ Մի հատ ես ձեզ կխնդրեմ, որ ոչ մեկդ ոչ հավանության նշան անեք։ Ոչ ասեք այո կամ ոչ։ Մի հատ մտքով սուզվեք ձեզ դեպի անցյալ եւ մտածեք, որ կոռուպցիոն սխեմաները, որ ժամանակին կային, այն ժամանակ, մենք բոլորս այս կամ այն կերպ այդ կոռուպցիոն սխեմայի մաս ենք։ Մենք այդ կոռուպցիոն սխեմայի պայքարողը չենք։ Մենք կամ пассив դիտորդ ենք, որ նշանակում է այլի մաս, կամ էլ ակտիվ մասնակից, ես շատ մարդիկ գիտեմ, հիմա տարբեր ակտիվ պայքարների մեջ, որոնք այդ կոռուպցիոն սխեմայի շատ ակտիվ եւ աչալուրջ մասնակից են։ Հիմա ուրիշ սխեմա է աշխատում։ Կոռուպցիոն սխեման հիմա աշխատում է ոչ թե ողջ բնակչության համար, այլ միայն բաների համար, ընտրյալների համար, իսկ բնակչության համար բան գիտեք որ սխեման է աշխատում։ Բնակչության համար աշխատում է բանի ակնթարթային դավաճանության սխեման։ Այսինքն քեզ ծրագրավորում են նրա վրա, որ ամեն վայրկյան դու կատարես պուջուրիկ դավաճանություններ։ Պուջուրիկ։ Օրինակ ասենք մեկը մի հատ տնտեսագետ էր գրել, չեմ հիշում անունը, հազար ներողություն, բայց լավ բան էր գրել, ասել էր ցանկացած երկիր երջանիկ կլիներ, եթե քրիստոնյա, նույն լեզվով խոսող, նույն մշակույթը կրող էմիգրանտների ներհոսք լիներ իր մոտ։ Ես խոսում եմ արցախցիների մասին։ Որտեղ մենք ունենք նույն կրոնի, նույն բանի, լեզվի կրող էմիգրանտներ, բայց դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Քաղաքական ծրագրավորման մեջ հնդիկների, պակիստանցիների եւ այլոց մուտքը ողջունվում է, դեռ լիքը մարդ, որոնք գնում են, կանգնում են, այ հնդիկներին թարս բան ասեցին, բան, մի հատ դեպք էր եղել, երբ որ հնդիկներ իրար, տեսակ շատ տգեղ ձևով վատ բաներ էին արել իրար հանդեպ, լրատվականներ տպել էր, որ հնդիկական երկու կլաններ, թե կպել էին իրար, սպանել էին բանման, մեկը գրում է, հերիք չի հնդիկների դեմ դուք ռասիստական բաներ անեք, ընդհանրապես փաստի արձանագրում է, իրանք իրար հետ են, ոչ մի կապ չուներ բան։ Բայց տեսնում եք, ոնց է ողջունվում օտարամուտքը եւ ոնց է ուղակի հատուկ արշավ տարվում ներքին սեգմենտի, այո, արցախյան սեգմենտի դեմ։ Ու դա մի կարծեք, որ պատճառը միայն քաղաքականն է։ Ոչ, այդ պատճառը քաղաքական ծրագրավորումն է, որ ինչպես կասեր Աստվածաշունչը, եղբայրը դառնա եղբոր դեմ։ Ասում եմ Աստվածաշնչի մեջ չկա անգամ մի ֆրազ, որը հանկարծակի չհաստատվի քաղաքական եւ մտավոր եւ սոցիալական բոլոր իրողություններով։ Если что, ես ագնոստիկ եմ, ես հավատացյալության հետ ոչ մի կապ չունեմ։ Հավատացնում եմ ձեզ, բայց Աստվածաշունչը, կարդալով Աստվածաշունչը եւ արևմտյան գրականությունը կուրսը, ես ուղղակի ապշած եմ, թե ոնց կարող է քաղաքակրթական մակարդակում ստեղծված գործը ունենա 8-9 շերտ եւ այդ 8-9-րդ շերտից յուրաքանչյուրը ես կարծում եմ դեռ 18-ն էլ տակը կա, որ դեռ հաջորդ քաղաքակրթությունները դեռ կբացահայտեն եւ կբացահայտեն։ Ինչու եմ ագնոստիկ, որտեղ ես չեմ պատկերացնում, ոնց կարելի է պնդել, որ ինչ որ մի բան կա կամ ինչ որ բան չկա, եթե դա այդքան վերերկրային է, դրա համար ուղղակի չեմ խառնվում ոչ մի այդպես պասիոնար բաներին։ Բայց ուղղակի որպես մասնագետ եմ ասում, դա ֆանտաստիկ է, որ եղբայրը կլինի եղբոր դեմ եւ Աստվածաշունչն էլ է էլի որոշակի առումով քաղաքական ճիշտ մարդկային ծրագրավորում, որտեղ Աստվածաշունչը մեզ ծրագրավորել է, գիտեք ինչ լինել, մարդ լինել։
Աստվածաշնչի մեջ մենք ծրագրավորում ենք ստացել մարդ լինելու։ Ուղղակի այդ ծրագրավորումը դա խոշոր քաղաքական ծրագրավորում էր եւ շատ լուրջ գործ էր, բայց ցավոք մենք դեռևս այդ ճանապարհին ենք, մենք այն չենք լրացրել, բայց այդ նույն Աստվածաշնչի մեջ ասում է եւ կգա այն ժամանակը, երբ որ առաջինները կդառնան վերջիններ, իսկ վերջինները առաջիններ։ Այդ շրջումը Աստվածաշունչի նկատի ուներ հոգով լուսավորվածների, հա, մտքով լուսավորվածներին, բայց այդ տեսեք, երբ որ դու գցում ես նյութական աշխարհ, այդ քաղաքական ծրագրավորումը, հա, իդեպ ասեմ ձեզ, որ քաղաքական ծրագրավորումը այդպիսի պրիմիտիվ մակարդակով միշտ իրականանում է նյութական գործոնների եւ նյութական աշխարհի մասնակցությամբ։ Դրա համար եթե ուզում եք ձեզ տարբերակեք, թե որտեղ է ազնիվ գաղափարը, հա, եւ որտեղ է բնազդային քաղաքական ծրագրավորումը, էլեմենտար մի բան դիտարկեք, որտեղ կա նյութական բաղադրիչ եւ որտեղ չկա։ Որովհետեւ գաղափարական բաղադրիչում միայն անձնազոհությունն է, իսկ բնազդային բաղադրիչնում միշտ նյութական շահն է։ Այո, միշտ նյութն է։ Միշտ դու դա տենց է։ Հիմա ինչ կարող ես անել, բանը յուրաքանչյուրս ունենք մի գայթակղություն, օրինակ ասենք եթե մարդուն չի կարելի ուտել, ես իմ վրա եմ ասում, էլի, եթե մարդուն չի կարելի ուտել մի մեծ կտոր թխվածք, իրան պետք են գաղափարական շատ մեծ մոտիվացիաներ, որպեսզի ինքը դա կանայքից կհասկանա։ Բանը, իրան պետք են գաղափարական շատ մոտիվացիաներ, որ ինքը դրան չգնա, այսինքն ինքնազսման մոդուլը աշխատում է գաղափարների ժամանակ, իսկ շռայլության, տրման, հիշում եք դու ձեզ համոզում են վերջին լայվերում, լավ ապրեք, կերեք, կուշտ կերեք, չեք ուզում կուշտ կերեք ապրեք, շատ կերեք, եւ եթե ձեզ թվում է կամերաների առաջ ուտելու այդ կրկնվող ակտը դա ուղղակի պատահականություն է, ելի եմ կրկնում, դա պատահականություն չի, մարդը միշտ կարա սնվի ոչ կամերաների առաջ, մանավանդ ուտելը ինքնին այդպես մի հատ էսթետիկ զգալ բան չի, էլի տեսարան չի, որ պարտա, բայց ոչ, դա էլ է բան, որտեղ ձեզ ցույց են տալիս, որ ահա էլիտաների ուղղորդող վեկտորը էս է, ուտելիքը, ուրեմն ձեր ուղղորդող վեկտորն էլ այսուհետ էս է, հաց փորը, կերեք եւ երջանիկ եղեք, կերեք եւ սսկվեք, որովհետեւ դա մաքսիմումն է, ինչ տրվում է։ Մի քաղաքական ծրագրավորման ես ուղղակի ուզում եմ իմանամ ես ինչքան ժամանակ ունեմ դեռևս, որովհետեւ ես չեմ ուզում լիմիտները գերազանցեմ։ Հա, 46 րոպե անցել։ Ես ասում չէ, ես շատ խոսող չեմ, լավ է, տեղ կթողնենք հարցերի համար։ Մենք նայում ենք Այս վերջին դրսևորումների մեջ ես շատ հեռու չեմ գնում, զարմանալի բան կա, քաղաքական բացարձակ սանձարձակության դրսևորումներ, երբ որ մենք արժեն նայում ենք, մենք հասկանում ենք կամ վերջին ասենք վարչապետի տիկնոջ ելույթները, նայում եք, ասում եք, բայց ինչի, իմաստը որն է, ընտրություններից առաջ այդպիսի հակառեյտինգային քայլեր անել, Իմաստը որն է, չէ, դուք չեք հասկանում, որ ոնց կարող են մարդիկ ընտրություններից առաջ, երբ որ բոլորը ուզում են հաջողանալ իրենց էլեկտորատին, կատարել այդպիսի անխոհեմ քայլեր, լավ, անխոհեմ քայլեր, դա անխոհեմ քայլ է, դատելով սովորական մարդկային ռացիոնալ տարբերակումից, բայց քանի որ մենք հասկանում ենք, որ քաղաքական ծրագրավորումը, որը ընթանում է եւ իր հետևանքներով խփում է մեզ, բանը միշտ բերում է նրան, որ մենք աշխատեցնում ենք մենք բոլորս, մեր գերագույն, այսպես ասեմ, գերագույն նվազագույն, այսինքն ամենաստորին բնազները։ Տեսեք, այդ քաղաքական ծրագրավորման մեջ կա այսպիսի նյուանս, բացարձակ ցինիզմ, բացարձակ, ինչ ասեմ, բացարձակ այսպես արհամարանք, ատելություն, գոռգոռոց, վիրավորանքներ։ Ինչ է կատարվում։ Խոհեմ չի, տրամաբանական չի, իրականում մեզ մոտ աշխատում է կենթանական բնազդային ծրագրավորման հետևյալ մոդուլը։ Նա իրան այդպես է պահում, որովհետև նա ավելի ուժեղ է։ Կա այդ մեկը,
կա երկրորդը յուրաքանչյուր մարդ դառնալու ճանապարհին պարբերաբար ուզում է դառնալ կենդանի կներեք բայց դա այդպես է դա դեռևս Արիստոտելից գիտենք որ Արիստոտելը ասել է մարդը հասարակական կենդանի է ես շուտով ոդկասթների շարք եմ պատրաստելու ես չգիտեմ ես հիմա աշխատում եմ մաքսիմալ իմ խոսքը պարզացնել սա բանը գրականության քաղաքականության եւ մշակույթի նյարդաբանական հիմքերի մասին 10 դասախոսությունն է 10 ոդկաստ է որտեղ պարզվում է որ մեր մարդկային լիմիտները այդ բոլոր գաղափարները, բարոյական սահմանները, նույն ինչի մասին ես խոսեցի մաքուր եւ կոկիկ լինելու մեր մղումները, դրանք բոլորը շատ հաճախ դառնում են մեր հոգու խորքում մեզ համար շատ սահմանափակող եւ տհաճ եւ մարդը ուզում է սահմանը անցնի։ Շատ հաճախ երկու ձևով է ուզում սահմանը անցնի, կամ ուզում է սահմանը անցնի եւ բարձրանա դեպի վերև գնամ զոհվեմ հանուն հայրենիքի, չգիտեմ, դառնամ հերոս բան, կամ ուզում է սահմանը անցնի դեպի ներքև։ Ես ունեմ թաքուն երազանքներ, ես ունեմ թաքուն շեղումներ, ես ունեմ ներքին բնազդներ, ես ուզում եմ դրանց տրվել։ Եվ այդ երկու պարագայում էլ մարդը ուզում է դուրս գա իր մարդկային շրջանակից կամ վերև, կամ ներքև։ Եվ երբ որ նա իր առջև տեսնում է էլիտայի ներկայացուցիչին, որը դուրս է եկել այդ շրջանակից նա դուրս է եկել ցիվիլության, դաստիարակության, սահմանափակումների շրջանակից կներեք, բայց այստեղ մենք ունենում ենք մի փոքր, չասեք չեք ունենում, դա դուք չեք ունենում, դա ձեր ռացիոնը չի ունենում, քաղաքական ծրագրավորման մեջ ռացիոնալ մասը շատ քիչ նշանակություն ունի, դա ձեր բնազդային էլեմենտն է աշխատում, բայց ասում ասի ինքը կարում է, էլի, սենց կարողացավ, էլի, ասենք ուրեմն բան տղա, ուրեմն ինքը գոնե այդքան քաջ է, կամ այդքան ռիսկով է, կամ այդքան սենց ուղեղը թափած է, բայց միևնույն է, մեջը ռիսկ կա, արեց։ Եվ դա բերում է այն պասիոնարությանը, իսկով ադես ասել, որ միայն պոզիտիվ պասիոնարությունն է մարդուն ուղղորդում, դա նաև նեգատիվ պասիոնարությունն է, որը մարդուն ուղղորդում է եւ միավորում է եւ տանում է նրան համապատասխան ուղղությամբ։ Իսկ գիտեք ինչ հաճելի է նեգատիվ պասիոնարությունը, որտեղ դու ոչ մի պարտավորություն չունես։ Տեսեք, նեգատիվ պասիոնարության մեջ դու ոչ մի պարտավորություն չունես։ Հիշում եք բանը հերոսը հարկ մուծողն է։ Երեխեք հարկ մուծելը մնում է ոնց որ ասենք հերոսը հաց ուտողն է կամ հերոսը, չգիտեմ, փողոցում քայլողն է, հարկ մուծելը իրականում մտնում է յուրաքանչյուր ամենաստանդարտ քաղաքացու էլեմենտար պարտականությունների մեջ, դա հերոսության հետ կապ չունի, դա մեր առօրյան է, որը պարտավոր է մտնել եւ տեղավորվել շրջանակների մեջ։ Դա չեն ասում էլի հերոսը բարեգործն է կամ չգիտեմ ինչն է բանը եւ ամեն կերպ փորձում եմ մեզ հետ պահել եմ մտքից որ հերոսը զինվորն է եւ դրա համար զինվորի այս ալտերնատիվ ծառայության այս օրենքը էլի քաղաքական ծրագրավորման մաս է եթե ձեզ կարծում եք ձեզ թվում է որ դա ինչ որ հրատապ օրենք է որ լուծելու է բանակի հարցերը հանկարծ ձեր մտքով չանցնի դա այն է որը պասիոնարությունը եւ հերոսությունը բերում մտցնում է նյութական մակարդակ իսկ դուք հասկանում եք չէ դա ինչ է նշանակում դա նշանակում է որ մարդիկ այսուհետ յուրաքանչյուր պարտականություն յուրաքանչյուր ծառայություն բանը որպեսզի համեմատենք այդ նույնն է որ մայրը երեխային ասի ես քեզ այսքան պահել եմ դու պետք է հիմա դրա համար վճարես այդ մոտավորապես այդ նույն բանն է հայրենիքի եւ իր քաղաքացու մոր եւ երեխայի մեջ հարաբերությունները իդենտիկ են դա արքետիպորեն է իդենտիկ դա նես չի որ բանա էլի ասենք ես եմ հնարում դա նույնական հարաբերություններ են եւ այդ հարաբերությունները բերեն մտցնել այդպիսի նյութական դաշտ նույնպես քաղաքական ծրագրավորման մաս է հիմա մի քիչ այսպես պոպուլյար ժանրից ասեմ շատ խորքային ասացի այդ քաղաքական ծրագրավորման պարտադիր սիմվոլիկ եւ առարկայական մարմնական ժեստային գծապատկերային էլեմենտները խնդրում եմ ես հիմա միայն մեր առօրյայի վրա եմ խոսում ասեմ ձեզ որտեվ այսպես կոչված նախկինները շատ հեռու են քաղաքական ծրագրավորման մոդուլից իրանք ուղղակի շագրգռված էին իրենց
ֆինանսական բարեկեցությամբ եւ բանի պահպանմամբ այն ժամանակ դեռևս չէր հասունացել աշխարհաքաղաքական պահանջարկ մեզ ծրագրավորելու եւ այսպես հպատակեցնելու։ Այն ժամանակ մենք մեր բանով գնում էինք, մեր հունով ձևավորվում էինք, աշխատում էինք, քաղաքական շարժումներ էինք ձևավորում մենք մեզնով։ Իրենք ապրում էին ընթացիկ ընթացք, մեզ իրոք այդ ժամանակ ուղղակի մտցրել էին կոռուպցիոն, ցնց ճահիճ, որտեղ արտակուստ ես միշտ ասում եմ, եթե արժեքը պետք է պահպանվի ձևականորեն, թող այն պահպանվի ձևականորեն, բայց պահպանվի։ Հասկանում եք, այն որ ասում են երկերեսանիություն է, երկդիմիություն է ասել, հայրենիք տակից բան անել, ասում եմ երկերեսանիություն եւ երկդիմիություն է, այո, բայց թող այն մարդը, որ այդ իդեալը լսում է, թող ասի, սրանք երկդիմի են, իսկ ես ոչ։ Այսպես երկդիմի է, բայց իրականում այդ իդեալը կա, բայց այդ իդեալը ապակառուցել եւ գցել ոտերի տակ, այ դա իրական հանցագործություն է։ Եվ այդ կոնտեքստում կխնդրեմ ձեզ ուշադրություն դարձնեք ազգի միավորող, ես բան ասեցի երազանքի մասին, բայց ազգի միավորող մի հատ ուրիշ բան կա, սիրելիներս, դա ընդհանուր թշնամին է։ Եվ այդ ընդհանուր թշնամին գիտեմ, որ ժամանակը սուղ է, բայց ես ձեզ անեկդոտ կպատմեմ, արցախյան անեկդոտ, որ սովետական միության ժամանակ գալիս է պրոպագանդիստը, ագիտատորը Ղարաբաղի գյուղերից մեկում, որ բացատրի, որ մենք արտաքին թշնամիներ ունենք, դրանք Ամերիկան են, Անգլիան են, Ֆրանսիան են, արտաքին իմպերիալիստները, ասում է, եւ ունենք ներքին թշնամի այն բուրժուազիան, կրոնական այդ բաները, տերտերները, դրանք էլ մեր ներքին թշնամիներ, տեսնում եմ այդ պապիկ այնտեղ քնած է։ Ասում են, ձեդո լսեցիր, ասում է, հա, ասում է, դե մա ասա ովքեր են մեր արտաքին եւ ներքին թշնամին, ասում է, դե ասում է, մեր արտաքին թշնամին են Աղդամի թորքն է, ասում է, ներքին թշնամին էլ բանը Խոջալովի թորքն է, որովհետեւ թշնամու կոնցեպցիան ձևավորում է ազգի իրական պահանջից։ Այսինքն, եթե դու ստեղծում ես նրան արհեստական թշնամի, դու նրա ամբողջ ընթացքը զարգացնում ես, տանում ես այն ուղղությամբ, որտեղ ինքը շեղվում է։ Դուք պատկերացնում եք, հարձակումը գալիս է այստեղից, քեզ ասում են թշնամին այնտեղ է։ Դու ամբողջ քո այսպես ուժերով տեղափոխվում ես այնտեղ, թշնամին թիկունքից հարվածում է։ Հիմա տեսեք, ընդհանուր թշնամու ապամոնտաժումը, որտեղ մոնտաժում են ոչ միայն մեր երազանքը, այլև մոնտաժում են նաև մեր թշնամուն։ 5 րոպեից հետո հայերն ու ադրբեջանցիները առևտուր կանեն, բանը եւ այլն, էս կլինի, այն կլինի։ Նոր թարմ լուրեմ, չէ՞ ասում, շատ թարմ բան եմ ասում։ Դա քաղաքական ծրագրավորման նույնպես ակտիվ գործոն է, եւ այդ ակտիվ գործոնի մեջ աշխատում են տարբեր հետաքրքիր մեսիջներ ուղղված հենց այդ նույն արտաքին թշնամուն։ Գդակը, գլխարկը այդ կեպկան, որը մի կողմից աղերսա բոլշևիզմին, մյուս կողմից աղերսա այսպես ադրբեջանական, այո, ադրբեջանական տիպական սիրած այդ արտահակուստին, այդ դրա մեջ մտնում են հատուկ խոսող վերնաշապիկները, որ փաստականը միայն իր, չգիտեմ, ինչը չի, իրերը չի, որ տանում է ուրիշ երկիր, դրա մեջ խոսում են նաև բանը այդ անverջ հեծանվավազքերը, որովհետև եթե դուք ուշադիր լինեք, Հայաստանը ամենաանպիտան երկիրն է, մանավանդ Երևանը, հեծանվավազքով զբաղվելու համար։ Սա այն բանն է, որով ու բանը մենք հիշում ենք, ես անդադ հիշում եմ Բենդերային այդ բանը, ավտոպրաբեգом по бездорожью, այսինքն այն, որ բոլոր այդ էլեմենտները, որոնք հիշեցնում են աբսուրդի թատրոնը, իրականում ուղղված են նրան, որ մենք իրականում պրոբլեմ չունենք։ Մենք իրականում պրոբլեմ չունենք, մեր քաղաքական ծրագրավորման մեջ խնդիր կա, որ մեր պրոբլեմը դառնա միայն այն օրակարգը, որ մեզ տալիս է։
որ միայն այն օրակարգը, որ մեր առաջ շպրտում են, այսօր մեկը հայհոյեց, մեկը մեսին ասաց ոչիլ, ադրբեջանցին սենց, ամբողջ քաղաքական ծրագրավորման պարտադիր հատված է, իսկ դուք ինչքան էլ ասեք, որ մենք ներքուստ ուրիշ բաներ ենք քննարկում, կա Facebook-յան հարթակ, եւ այդ Facebook-յան հարթակը ունի հրատապ թեմաներ, որոնք ամեն օր նորացվում են։ Ամեն օր մի մատի ծծած ապուշություն, որը էլի քաղաքական կազմակերպման հիմք ունի, գերբը դրոշը։ Դուք հասկանում եք, որ սիմվոլիկան դա է մաքսիմալ բանն է, որ մարդը կարող է ունենալ։ Եթե սիմվոլիկան այդպես կարևոր չլիներ, եթե սարը այդքան կարևոր չլիներ, հա, բանը, բոլոր սրբերը եւ առաքյալները լեր չէին բարձրանա, որ Աստծո հետ խոսեն։ Այսինքն բայ իհարկե։ Իմաստը որն է, թող որտեղ հասնում է, այնտեղ խոսան։ Բայց այդ սարի վրա ունենալ աստվածահայտնություն, սիրելիներս, դա մեր կենթանական արքետիպի մեջ նստած հատված է։ Մենք պետք է անպայման վերև բարձրանանք, որ կարողանանք խոսել։ Եվ վերևի այդ Գագաթի Արարատի ապամոնտաժումը դա քաղաքական ծրագրավորման պարտադիր հատված է։ Դրա մեջ եմ մտնում նաև ժեստերի, մի քանի ժեստ ասեմ, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման անդադ այս կրկնվող բանը, այսա բանը աղեղա, որը հաստատում է իմաստը, դրա մեջ մտնում է նաև սեղանին անընդհատ թխկացնելը, ուշադիր կլնեք այդ ժեստերի, դրա մեջ մտնում է հիստերիկ ձայնային մոդուլյացիաները, որտեղ հիստերիկ ձայնային մոդուլյացիան դա ագրեսիայի արտահայտությունն է, իսկ ագրեսիա կարող է դրսևորել նա, որ ուժեղ է։ Եթե մարդը խոսում է հանգիստ, ուրեմն նա բանը թույլ է։ Ես երկու բան եմ կառույց եմ ղեկավարում եւ ձեզ ասեմ, որ իմ ենթականները շատ հաճախ խաբվում են դրան։ Երբ որ դու հանգիստ տոնով խոսում ես, նրանց բոլորին թվում է, որ դու թույլ ես, որովհետեւ մեր ենթագիտակցականի մեջ, մեր կոլեկտիվ անգիտակցականի մեջ ագրեսիան դե ոչ մի շուն տենց լուրմուր չի արձակվում, էլ ինքը տենց բան անում, չնայած ասում են հաչաշունը չի գծում, բայց մեկ այդ ձայնային ագրեսիան գրմռոցը բան միշտ մեր կենթանական անցյալը դա լավ բան է արել, արմատավորել է։ Այ դա մենք ագրեսիան միշտ գիտակցում ենք իբրև կոլեկտիվ ուժի արտահայտություն։ Ահա բանը եւ այդ ժեստիկուլյացիան, այդ սիմվոլների ապամոնտաժումը, ես հիշում եք այն պատկերը, այդ պատկերը տեսեք ին վրա են ազդել, ես լինելով դրա մասնագետը, ես լինելով դրա դեմ պայքարողը, չեմ կարող ենթագիտակցականիցս հանեմ տեր հայրերը, որ նստած են եւ նստած է մի բաց զգեստով, այսպես պարահանդեսային կարմիր շորով, մի կին, ու դուք գիտեք դա ինչ է։ Այո, եւ ձեզ եթե դա թվում է, որ դա ուղակի հագուստի սխալ ընտրություն է, ու ինչքան եք դուք սխալվում, դրա քաղաքական ապակառուցման սիմվոլիկ մոդուլը հետևյալն է, բանը մռայլ կրոնական համայնքի մեջ հայտնվում է այսպես ալվան ծաղիկը եւ այդ ալվան ծաղիկը բանը իրական ապագայի իրական կրողն է, որը միևնույն ժամանակ կազմակերպում է կրոնական խոսույթը դա մեկ եւ երկրորդ դրանով ցույց է տրվում, որ ոչ մի հարգանք չկա տվյալ կրոնական խոսույթի նկատմամբ։ Եվ գիտեք ամեն անգամ դա լինում է արտասահմանում եւ այլ, մանավանդ Ֆրանսիայում այնքան պոպուլյար է ագրեսիվ աթեիստ լինել, մանավանդ երբ որ դու կիրթ եւ բան ֆրանսիացի ես, ես մեկ-մեկ որ ֆրանսիացիներն են հարձակվում են քրիստոնեության վրա, ասում եմ դուք այնքան վախկոտ եք, որտեվ ես ձեզ առաջարկում եմ քրիստոնեական պայմանականությունների հետ համատեղ մտնել Ֆրանսիայում ծնկի նման աճող մսկիթները եւ կրոնական ձեր ազատականությունը եւ ագրեսիան արտահայտել մուսուլմանների դեմ։ Ես շատ կուզենայի այդ պատկերը տեսնել, եթե նա հանդիպեր իմամների հետ, էլի։ Ես կուզենայի տեսնել, թե ում մեծ կտորը ինչ կմնար եւ ոնց կլիներ, որովհետեւ դուք հասկանում եք, որ քրիստոնեությունը ինքը շատ հանդուրժող կրոն է եւ թույլատրում է ամեն ինչ, բայց հիմնվում է իր կոնֆեսիայի, նույնիսկ չհավատացող անդամների լռելիային պայմանավորվածության վրա։ Կանոնը
կոդը հարգելու պայմանավորվածության վրա եւ այդ կանոնի կոդի խախտումը դա նույնպես կրոնական ծրագրավորման մաս, այսինքն քաղաքական ծրագրավորման հակակրոնական սեգմենտն է։ Ես դրա մասին կարող եմ խոսել հավերժ, բայց ինձ թվում է, որ ես չեմ ուզում այլևս ձեր համբերությունը չարաշահել եւ տեղ եմ ուզում թողնել նաեւ հարցերի համար, եթե ես հասկանում եմ, շատ շնորհակալ եմ, բայց ուղղակի ուզում եմ եւ այսպեսով սահմանափակվեմ, որ արդեն հարց ու պատասխանի ընթացքում բացվի մնացածը։ Շնորհակալ եմ։ Հետազոտությունների ասպարեզը դա քաղաքական, հասարակագիտական հարցս մի երկու նախադասությունից հետո վերջում ձևակերպեմ։ Ուրեմն գաղտնիք չի, ասենք որ Շումեր, Մերձավոր Արևելք, Միջագետ, Գետ, հայկական բարձրավանդակ եւ քաղաքակրթությունը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք։ Ուրեմն համացանցում մի միտք է տարածված, մոտավորապես 3-4 տարի է նկատել եմ, որ նշանավոր հնագետ հնեաբան Հենրիխ Շլիմանը նման միտք է ասել։ Ես ուզում եմ իմանամ նկատել եք թե չէ, պիտի որ նկատած լինեք, ուղղակի հետաքրքիր է դա ինչքանով է հավաստի, էլի, որ այդ մարդը այդպես բան է ասել, որ Եվրոպայի ողբերգությունը նա էր, որ որպես քաղաքակրթական հիմք ընդունեց ոչ թե հայկական, այլ հունականը։ Նկատել եք թե չէ, եւ արդյոք սա հավաստի աղբյուրից է այս ինֆորմացիան մեջտեղ եկել։ Շնորհակալություն։ Չեմ կարող վստահաբար չեմ կարող ասել, շատ լավ հիշում եմ բանը Ալեքսանդր Կարելսկու արտահայտությունը Հոմերոսի մասին, որը հայտնի ու հրյա բան էր, հունական գրականության մասնագետ էր, էլի կներեք ռուսերեն մեջբերման համար, ուղղակի դա ռուսերեն է ասում, все утверждают, что Гомер родился в 9 городах, в 9 городах, это глупость, он родился всего в 3 городах. Հիմա այն բանը, որ մենք երբեք չենք կարող պատմական այդ ասույթների իսկությունը պարզել, բայց եթե մենք խոսում ենք հունականի եւ հայկականի մասին, ես ուզում եմ ուղղակի իմանալով հենվելով իմ հանգուցյալ երջանկահիշատակ մայրիկի նաև գիտական ժառանգության վրա, որը բան էր, ֆոլկլորիստ էր, բանագետ էր, այնուամենայնիվ հեթանոսական ժամանակաշրջանից մեր պահպանված ժառանգությունը, ի նկատի ունեմ բանավոր, քանդակային, չգիտեմ, գրավոր, շատ ազիջում հունական ժառանգությանը, որովհետև եթե հունական քաղաքակրթությունը ոչինչ ստեղծած չլիներ, մի իլիական ու ոդիսական լիներ, ընդհանրապես այդ որպես մասնագետ եմ ասում, ավելին ոչինչ չի կարող լինել։ Օրինակ միայն ես այս վերջերս հենց այս իմ ոդկասթների համար էի մտածում, այ Մեդուզա Գորգոնայի այդ տեսակը չէ, որ դու նայում ես աչքերի մեջ եւ քար ես կտրում։ Դա ինչ է, դա այն սիմվոլն է, երբ որ մենք նայում ենք ինչ որ մի բանի աչքերի մեջ, որտեղ եթե ուշադիր լինեք, հունական բոլոր արձանների աչքերը փակ են։ Որովհետև աչքերը, այո, աչք չունի, որովհետև եթե մի բան չունի հոգի, նա կարող է իր աչքերի հայացքով միայն կործանում բերել։ Աչքերը կբացվեն միայն քրիստոնեության հետ։ Աչքերը կբացվեն միայն քրիստոնեության հետ։ Եվ դա հո քաղաքակրթական մոդուլ է, դա հո ես չեմ հնարել։ Դա պատմամշակութային փաստ է եւ հավատացնում եմ ձեզ, որ եթե լինեին հատուկ մարզված խմբեր, ես ինքս օրինակ չեմ հասցնում, ինչքան էլ փորձում եմ վտեվա։ Եվ այդ բոլոր շերտերը փորեին, միգուցե մենք բոլոր հնարավոր բանալիները գտնենք, բայց հիմա ես ուզում եմ վերադառնալ քաղաքական ծրագրավորման պայքարելու ձևերից մեկի դեմ, ասեմ ձեզ, քաղաքական ծրագրավորման ձևերից մեկի պատրաստել էի այդ պատասխանը, որտեվ այդ հարցը մեկը հնչելու էր, բա ոնց պայքարել, դա քաղաքակրթական ծրագրավորումն է։ Այ ոչ թե քաղաքական վերածրագրավորումը, այլ դա քաղաքակրթական ծրագրավորումն է, որտեվ նորմալ քաղաքակրթական ծրագրավորում ստացած մարդը ամեն ինչի դեմ էլ ռեզիստենտ է, ինքը կարողանում է դիմանալ, ցանկացած ծրագրավորում ով ինչ ուզում է անի։ Իհարկե,
Իհարկե, որտեվ երբ որ դու տեսնում ես ինչ են քո հետ անում, բանը Իհարկե, հակակայլը գտնում ես, իսկ առաջին հակակայլը ինձ բոլորը ասում են, ինչ եք պատրաստվում, բան, ախր մենք ուժ չունենք, մենք իսկապես ուժ չունենք, մեր բանակը իսկապես ահավոր վիճակում է, մենք նյութական ռեսուրս չունենք, մենք ադմինիստրատիվ ռեսուրս չունենք, ասում են, բայց ինչ կարելի է այս ամեն ինչին, ինչա պատերազմ եք ուզում, Իհարկե ոչ, եւ վստահ եմ ձեզ, որ դուք ոչ մեկը ձեր զավակների եւ ձեր թոռների համար չեք ուզենա այդ պատերազմը, բայց ինչա պետք, երազանք է պետք, քաղաքակրթական դիմադրություն է պետք, մտային պատկեր է պետք, քանի տարի, քանի դար, քանի հազարամյակ հрьяաները գնացել են բազմաթիվ կոտորածներով դեպի երազանք։ Հիմա մեզ ուզում են զրկել երազանքից։ Ամբողջ պայքարը հիմա գնում է երազանքի համար, որը, ինչպես սկզբում ասեցի, փակելով շղթան, մեզ հետ պատահում է։ Դա մեզ հետ պատահում են մեր երազանքները եւ երազանքները։ Փաստորեն քաղաքակրթական ծրագրավորման մասին խոսեցիք, որպես մի հատ միջոց պոպուլիզմի դեմ։ Միանշանակ, այո։ Ես պոպուլիզմ դա չի անվանի, պարոն Չոքազյան, դա հատուկ ծրագիր է հստակ, որը պոպուլիզմը վերցնում է իբրև բարեբեր դաշտ ընդհանրապես, բայց այնտեղ տարբեր բաներ կան, որոնք շատ ավելի խորքային են։ Ցինիզմը պոպուլիզմը, ցինիզմը եւ կենթանի լինելու Այո, դրանք միջոցներ են, բայց մարդ ունի կենթանի լինելու ցիկտում։ Եվ պետք չի երևի չթերագնահատենք այդ, այսպես ասած, ուժը, որովհետեւ ցինիկը այն մարդն է, որ ամեն ինչի գինը գիտի, բայց ունի մի արժեք, դա ոչինչն է։ Ու դրանով էլ կարողանում է շատ լավ դիրք գրավել։ Ու երբ որ դու գաղափարական ես իր հետ փորձում վարվես, ինքը շատ քամելեոնի նման կարողանում է գույնը փոխել, արժեքազրկել ուզածդ արժեք եւ այլն եւ այլն։ Այդ բավականին բարդ նյութ էր ձեր ասածը, իսկապես, ինչպես մոտենալ այդ քաղաքական իրավիճակին, որտեղ լեզու անգամ չկա, որով դու կարողանաս պայքարել եւ ձեր առաջարկը փաստորեն քաղաքակրթական ծրագրավորմանն էր, բայց այստեղ մի բան եմ ուզում ասեմ, որտեղ ձեր ելույթի սկզբում դուք խոսեցիք, համեմատեցիք ֆրանսիական հեղափոխության եւ ֆրանսիական հեղափոխության շրջանը, որը մոդեռնիզմն է, ամբողջ արդիականության շրջանն է սկսվել, եւ մենք որպես խորհրդահայ ժառանգություն հիմնականում էլի ձևավորված ենք որպես այդ մոդեռնի ծայրահեղ տեսակ, բոլշևիզմի տեսակով, չէ, բայց դա մոդեռնի մի տեսակ էր դեպի առաջադիմություն, ինչ որ գաղափարներ կային, բան։ Հիմա այդ ամեն ինչը կարծես նոր չի, որ մերժվեց, հա, ձախական այդ պատկերացումները, հիմա մի ուրիշ մոտեցում է առաջացել, որ այն ինչ որ ֆրանսիական հեղափոխությունով առաջացել էր, հենց արևմուտքում, այսինքն ձեր քաղաքական ծրագրավորումը դա հայաստանյան բնույթ չունեցող բան է, դա համամարտկային է, ամբողջ կարելի ասել քաղաքակրթության է։ Կներեք ռեմարկի համար դրան հզոր դիմադրում է եւ հետո վերջում մեր գլուխը ուտելու է իսլամական քաղաքակրթությունը, որովհետեւ կրոնակենտրոն է եւ կրոնակենտրոն լինելով թույլ չի տալիս, որ որևէ մեկը իրեն հակառակ ծրագրավորում։ Հիմա գալիս ենք հենց դրան քաղաքակրթական փաստորեն այն ժառանգությանը, որի մենք բնազդորեն աննկատ կերպով խորհրդային միությունից ժառանգել էինք, որը քանդվեց, հա, խորհրդային իմաստով քանդվեց, կոմունիստական գաղափարախոսության առումով քանդվեց, հետո դա մի ինչ-որ երազանք էր, որ ահա մենք կմիանանք արևմուտքին, որտեղ գոյություն ունի մի հատ ինչ-որ լավ հասարակարգ, նորմեր կան եւ այլ, եւ այդ փաստորեն այդ ընթացքում այդ լիբերալ գաղափարախոսության շրջանում, չէ՞, նեոլիբերալ ավելի ճիշտ գաղափարախոսության։ Մենք հələ լիբերալին հասնենք։ Բարակվեցինք եւ նոր չենք բարակվել դրանով, դա բարակվել ենք հենց խորհրդային միության դիսիդենտության փուլից։ Ըստ էության իմունիտետ մենք չունեինք այդ նոր իրավիճակի, մենք ունեինք իմունիտետ խորհրդային միության հանդեպ, ազգային իմունիտետ արդեն ձեռք էինք բերել, բայց մենք չունեինք որևիցե իմունիտետ այդ սպառողականության, գերսպառողականության արժեքների նկատմամբ,
ու դա մեզ կերավ այն պահին, երբ որ մեզ թվում էր, որ մենք հերոսներ ունենք, Արցախ ունենք, ես ունենք, այն ունենք, այդ նույն ընթացքում դա մեզ ներսից կերել է։ Հետո դրա ծայրահեղ արդեն շարունակությունն է, այսինքն Նիկոլը ընդհանրապես շարունակություն էր Պոստմոդեռնի բանը, դրսևորումն է։ Ծայրահեղ դրսևորման հասցրեց բարողականությունն, արդեն բացահայտ մասկաները շպրտեց եւ ասեց էսա, ոչ մի արժեք չկա։ Եվ այդ արժեքները ես կարող եմ այսպես քամելիոնի նման անդադ փոխել գույնս եւ այլն, ինչ ուզում եք կարող եմ դառնալ, էսա ուժը, քամելիոն լինելու մեջ է։ Հիմա մենք ասում են իմունիտետ չունենք այդ երկրորդի բռնակալության նկատմամբ, անգամ post-սովետական բռնակալության նկատմամբ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը իմունիտետ ունի։ Բռնակալության դեմ ինձ հեշտ է իմունիտետ ունենալ։ Հա։ 18 թվականին դուրս եկավ ժողովուրդը, այդ նաև այդ post-սովետական, չէ, սովետական իմունիտետի մաս է բռնակալության դեմ դուրս գալու։ Բայց երբ որ եկավ այսպես պոպուլիզմ, որը թվում է թե բռնակալ չի, բայց ինքը քանդում է ներսից, գաղութացնում է գիտակցությունը ներսից, այդ դրա իմունային համակարգը չունի այսօր ժողովուրդը։ Եվ այսօր այդ խնդիրը այն լուծումով, որը դուք առաջարկում եք, հետաքրքիր է լսել իհարկե, թե երևի մեր այսօրվա մի դասախոսությամբ չենք կարող վերջացնել, որովհետև ըստ էության երևի թե ամենագլխավոր հարցն է կանգնած մեր ժողովրդի առաջ, ինչ լեզվով լեզու ձևավորել, որով դու կարողանաս այդ անարժեք վիճակը, որտեղ արժեքները վերացված են, կարողանաս հետ բերես։ Հիմա ես մի բան եմ ուզում ուղղակի առաջարկել, ես գիտեմ, որ դուք այդ հետաքրքրությունը ունեք, դրա համար ուզում եմ դրա մասին խոսեք, որովհետև մենք վերջերս մասնակցելով կենտրոնամետ պահպանողականների վեհաժողովին համաշխարհային Բրյուսելում, այդ թեմաները պարզվեց, որ դա ոչ թե հայկական թեմաներ են, դա համաեվրոպական։ Այո, ամբողջ արևմտյան աշխարհը այսօր այդ թեմաների մեջ է եւ խնդիրը դրվում է մեր համար, եթե մենք անգամ ներսում ենք իմունային փոքր պոտենցիալը ունենք, երբեմն կարող ես դրսից այդ բանը բերել, չէ՞, իմունային շիճուկները բերել, որոնք որ այնտեղ էլ է մշակվում, որտեղ այնտեղ էլ է արժեքներից այնպիսի խորքային հակասություններ, որտեղ ասած իսլամը կարող է ուլ տա հենց Միանշանակ, դրան էլ գնում է։ Իրանց մոտ էլ հակառակ process-ն է, այդ հակառակ process-ի այսպես դասերի մասին կուզեի լսել։ Պարոն Չուքազյան, հիմա 2-3 փոքր ռեմարկ անեմ, դուք որ ասում եք ցինիզմը դա ցինիկը ոչ մի արժեք չունի բացի ոչնչից, եթե այո, ես ժամանակին ասել եմ, ով որ չգիտի արժեքների արժեքը վճարելու է գների գինը։ Եվ մենք այդ գինը ցավոք վճարել ենք, բայց ցավոք ցինիզմի մեջ իմ կարծիքով կա այնպիսի մի թակարդ, որ եթե դա լիներ ոչինչը, մենք հեշտ կպրծնենք, որտեղ ոչինչը շատ արագ բան է, ապա դիմակազերծվում է։ Իրականում ցինիզմի հիմքը հեդոնիզմն է։ Հեդոնիզմը, այն հաճույքը, որը մենք ամեն վայրկյան, որին ձգտում ենք։ Ժորժ ջան, մենք բոլորս ունենք մեր փոքրիկ հաճույքները, որոնք որպես կանոն մեզ հակացուցված են։ Դա կարող է լինի ավելորդ բաժակ սուրճը, դա կարող է լինի ավելորդ բաժակ ալկոհոլը, դա կարող է լինել, չգիտեմ, կներեք, արտամուսնական հարաբերությունները կապ չունի։ Բոլորս էլ մենք հասկանում ենք, որ հարմոնիկ եւ ներդաշնակ մարդ լինելու համար լավ կլինի, որ մենք ղեկավարվենք ուղեղով, բայց հաճույքների թույլատրման չափաբաժինը մեծացնելը, դու ինչ վատ բան է, չէ՞։ Բան, ապրիր պահով, ամբողջ ինտերնետը լցված է նրանով, որ պահը վայելիր, ահա այս բանը, այս ծիտը, այս թրջունը, այս կատուն, բանարա, նրան շոյիր, հասկանալով, իհարկե մեր, այսպիսի մի բան կա աշխարհում, էմոցիաները ուղեղից քանի հազարամյակ հին են։ Մինչև մեր ուղեղը սկսել է աշխատել, մեր էմոցիաները նենց են աշխատել, որ էլ դուսուս։ Հիմա, երբ որ մենք արդեն եկել ենք ուղեղը միացել է, էմոցիաները այնտեղից ձայն են տալիս, ասում են, տենց հեշտ չի այդ ամենը։ Եվ իհարկե բոլոր բարձր գաղափարները, եթե հանկարծ ստանան էմոցիոնալ աջակցություն, իրենք երբեք
չեն կարող զարգանալ, որտեղ իրենք կմնան այդ թշվառ երկերեսանի մի հատվածում, որտեղ մի բան կանենք, մի բան կզգանք։ Մենք պետք է զգանք, եւ այդ Արցախյան այդ ընդհանուր համախմբման ժամանակ թող մեկը ասի, որ այդ մարդկային ամբողջի մեջ ինքը չի զգացել այդ բարձրագույն էմոցիաները, այդ համախմբվածության երջանկությունը, այդ բանը, այն բանը, որ գողությունն էր կանգնել Հայաստանում, մարդասպանությունն էր կանգնել Հայաստանում այդ Արցախյան շարժման տարիներ, որ ոչ մի խոչընդոտ չկա, այսինքն մենք ապրել ենք էմոցիաների վեհագույն կետը։ Ինչ վերաբերվում է պահպանողականությանը, որպես արժեքային համակարգ։ Կներեք, եթե ես տամ ոչ ստանդարտ պատասխան, որտեվ քանի որ այսօրվա մեր լեկցիան գնում է լրիվ ուրիշ ուղղությամբ, ես ուրեմն երևի մի քիչ ասում եմ wired բանը, not like բանը political person, մի քիչ ուրիշ ձևով եմ ծրագրավորված այս պահին։ Տեսեք, արքետիպային համակարգում ես իմ սալոնեի միշտ խոստանում եմ ու միշտ խաբում եմ, ասում եմ մի օր ձեզ կպատմեմ Տարո քարտերի արքետիպային համակարգը, միշտ խաբում եմ, այս երեխեքն էլ սերունդներով հիշում են, խոստացակ չարեցիք։ Բայց արքետիպների մեջ կա երկու էլեմենտ։ Մեկը թագավորն է, թագավորի էլեմենտը, թագավորի արքետիպը։ Թագավորի արքետիպը շատ սիրուն գծով գնում է։ Դա հայրն է ընտանիքի սկսեցին պատրիարխալ բանը ջարդել, չէ, ընտանիքի հայրը, ընտանիքի գլուխն է, հետո գալիս է երկրի գլուխը, հա, եթե հետո գալիս է, եթե կա այնտեղ պետությանը, թագավորը ընդունեն կա, ֆեոդալ կա թագավոր, վերջում էլ հայր Աստվածն է, որովհետև այդ թագավորական հիերարխիայի մեջ կա ազատությունների հանձնում, հանուն պաշտպանության։ Թագավորի հիերարխիայի մեջ, ես դրան եմ պատասխանում։ Տենց եմ պատասխանում, մենք բոլորս, վայ, թե կանայք ոնց են երազում մի ամուսին, որը իր բոլոր հոգսերը կվերցնի իր վրա, չէ, որ ասենք, որտեղ ինքը կին կզգա, բայց հետո հենց վերցնում է այդ հոգսերը, ասում է, դու սահմանափակում ես իմ ազատությունը։ Ինչի, որովհետև առանց չափավոր ազատությունների հանձնման տոտալ պաշտպանություն ստանալ հնարավոր չի։ Դա նույնիսկ պետության մեջ է նույնը։ Եթե դու չես հանձնում քո, հիմա տեսեք, կարող է արդյոք նույն ֆրանսիացին հարկային դաշտում այտենց վոլունտարի զգա իրան, ինչպես հայը։ Իհարկե չի կարող։ Եվ ի պատասխան, քանի որ ինքը պարտաճանաչ ենթարկվում է այդ պետական հիերարխիային եւ վճարում է հարկերը վախվխելով, սարսափում են, որ հարկերը հանկարծ ուշացնեն, ապա պետությունից նա ստանում է սոցիալական եւ անձնական եւ անվտանգային գարանտիաներ։ Եվ կա ուրիշ թագավորի տիպ, որը պոպուլիստական դարաշրջանում աշխատում է։ Դա ջոկերն է։ Ջոկերը այդ որ քարտում է, խաղում է, չէ, բանում քարտա։ Ջոկերը ինչ է անում, տրիքստերը։ Ջոկերը զբաղված է նրանով, որ խաբում է։ Խաբում է ներկայանալով թագավոր, խաբում է խոստում տալով, խաբում է բանը, երբ որ ինչ որ բանից է խոսում, որովհետև ջոկերը միշտ այդ ֆիլմներ կար եւ դրա դուք ձեզ թվում է այդ ջոկերը անտաղանդ ֆիլմը բոլորը ինչի են նայում, որովհետև այդ ջոկերը խոսում է արքետիպիկ ամենահնագույն էմոցիոնալ կոնստրուկտի հետ, արձագանքում է դրան։ Մենք ջոկեր ունենք ամենահաճելի ջոկերը այս աշխարհում դա սատանան է, չէ, որը հանդես է գալիս տարբեր մարդկանց մոտ եւ ինքն էլ է, չէ, ինքն էլ է հիերարխիա սահմանում։ Դա էլ է որոշակի հիերարխիա, նա էլ է ասում ես թագավոր եմ։ Եվ ահա այդ ջոկերի եւ թագավոր հոր մեջ ընտրություն անելու մեջ դու պետք է հասկանաս, որ եթե դու խոսես, քաղաքակրթական ծրագրավորման մասին եմ ասում, չէ, եթե ես խոսեմ, երկար խոսեմ պահպանողական արժեքների մասին, ինչպես կասեր իմ շատ սիրելի, չնայած հիմա արդեն բան է, ասում է բան եմ արել, ես արդեն աճել եմ իրանից, բայց էլի շարունակում եմ շատ սիրել Ջորդան Պետերսոնը, ասում է պահպանողական արժեքներից ինչ խոսես, աշխարհի ամենաձանձրալի բաներն են։ Այս ինչքան կարելի է խոսել, բանը հավատարիմ եղիր կնոջդ երեխեքիդ լավ նայի պետությանդ բանտեր եղի, հա, բայց ինչի պահպանողականները մոդայիկ չեն, որտեղ բոլորը հոգնել են եւ եթե այդ վոքիզմը չառաջանար իր այլանդակ տեսքով, պահպանողականներին չէին էլ հիշի, եթե լիբերալիզմը այդ հրեշավոր ձախական դեմքը չստանար, պահպանողականությունը վերանալու էր Եվրոպայից ընդմիշտ, ձախականները արտնացրին այդ ալիքը, բայց որպեսզի այն շարունակի գոյատևել, այն պետք է գնա քաղաքակրթական նոր մոդուլով։ Եթե ինքը շարունակի այդ հին բաները, այսինքն
ես արդեն սկսել եմ քաղաքակրթական ծրագրավորումը։ Պետք է դնել թագավորին եւ ջոկերին։ Եվ բան անել, տարբերությունները ֆիքսել եւ հասկանալ մենք ինչ ենք ուզում։ Մենք ինչ ենք ուզում եւ ոնց ենք դրա մեջ աշխատում, որովհետեւ արժեքը մեկ է, ինչ ուզում ասեք, արժեքը չի գալիս մարդու ներսից, արժեքը պետք է գա դրսից, արժեքը պետք է քեզ թելադրի մեկը, որ քո արժեքային համակարգում կամ շատ բարձր է քեզանից, կամ էլ որքան զարմանալի է, շատ ցածր է քեզանից, նայած թե որ դաշտում է ինքը խաղում։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ պահպանողական արժեքների պահպանման, իդեպ իմ ոդկասթը կոչվելու է «Աճ եւ ճիշտ», որտեղ ես խոսելու եմ հենց այդ նյարդաբանական դպրոցի աճ եւ ձախ կիսագնդերի ընդհանուր առանձնահատկության եւ նրանց նյարդաբանական ազդեցության վրա մեր վրա, նու մի քիչ բարդ է, բայց դրանով հուսով եմ Հայաստանում ստեղծել նոր նյարդագիտական մշակութաբանական դպրոց, այդ 10 ոդքասթով ես այդպիսի ամբիցիոզ ծրագիր ունեմ, որտեղ նաեւ կխոսեմ այդ քաղաքական այդ կերպարների եւ գրական կերպարների մասին, բայց հիմա մենք գտնվում ենք ջոկերի թագավորությունում։ Իսկ ջոկերի թագավորությունում, եթե հիշում եք, բանը, դուք մեր հեքիաթները հիշում եք, սատանային ինչ ասում եմ, բերել էր մեր բանը, Հովհաննես Թումանյանի իրապատում հեքիաթներն են պատմում, եթե չեմ սխալվում, բանը, կամ ուղղակի մորս հավաքած իրապատում, ասում է, բանը, պապս ասում է, սատանա էր վարժեցրել, հա, բաներ, ինչ որ ասեղը խրել էր, որ տենց հին բանով, ասում է, բայց ինչ ասում է, պետք է հակառակը ասեիր, որ ուզում էիր ջուր բեր, պետք է ասեիր գնա ջուրը թափի, բան։ Այսինքն սատանայի հետ որ խոսում ես, դու խոսում ես հայելային աշխարհում, հայելային իրականության մեջ։ Հիմա ջոկերը ինչ ասում է, դուք պետք է հակառակը հասկանաք։ Թագավորը քիչ է խոսում, թագավորը ինչ ասում է, այն ասում է ինքը նկատի ունի դա։ Ջոկերը ինչ ասում է, դա հակառակն է։ Եվ ինձ թվում է այդ քաղաքակրթական այդ էլեմենտար ծրագրավորումը, եթե բերես, դնես եւ ուղղակի բացահայտես առանց այսպես դա արդեն բավարար է, որ մարդիկ գնան թեքվեն դեպի պահպանողական արժեքները ուղղակի ինքնապահպանման վնասից ելնելով։ Որովհետև ջոկերի տիրապետության տակ գտնվելը վերջ-վերջո հղի է նույնով ինչ որ ֆիլմում եղավ։ Վերջում բոլորը կմեռնեն։ Դա տենց է։ Եվ եթե ուշադիր նայեք մահերի քանակը Հայաստանում, գիտեք ինչ ձևի է դարձել, Հայաստանում երկու տիպի մահերն են շատացել։ Մեկը абսուրդ, որտեվ Հայաստանում անիմաստ մահերի շկալան ուղղակի գերազանցել է բոլոր բաների սահմանները։ Դա ինչից է, որտեղ մենք ապրում ենք ջոկերային իրականությունում, նույնիսկ մահն է կորցրել իր լրջությունը եւ ծիսական այդ ռիտուալ տրամաբանությունը։ Եվ եթե նկատի բանը, եթե հիշում եք բանը, նույն մահվան վրա համացանցը քաղաքական ծրագրավորման շրջանակներով, իշխանական բլոգերներով, եթե մահանում են մարդիկ, ովքեր ուղղակի Արցախյան պատերազմի հետևորդներն էին, ժառանգներն էին, բաման, եւ հանկարծ եթե մեկը փորձում ասել ցավից մահացա, իսկ դա իրականում է դա, որտեղ մենք գտնվում ենք պոստտրավմատիկ պերիոդում եւ մեզ ժողովուրդ գիտեք, չէ, հոգեբանները ինչ են ասում են պոստտրավման դարձնել հոգեկան հիվանդությունը ամենակարճ ճանապարհը գիտեք որն է։ Մարդուն ասել, որ տրավման չի եղել։ Չի եղել։ Այո, մարդուն ասել, որ դու տրավմա չես ապրել։ Հա, ասենք պատկերացրեք ծնողդ մահանում է, ասում են լավ, ինչ հեղավոր։ Գնա ապրի, ավելի հզոր տրավմա, մարդը դա հասնում է կոգնիտիվ դիսոնանսի, խափաման, բան, գեզլայթինգ է դա կոչվում է, այն էլ բարձր արժեքային համակարգով։ Հիմա ինձ թվում է մեր գերխնդիրն է նախ բան անտիարժեքների բացահայտումը։ Այսինքն այդ անտիարժեքների ուղղակի բացահայտումը եւ մերժումը։ Իսկ հետո արդեն արժեքները կգան, որովհետեւ հիմա շատ դժվար է, էլի, հոգեբանորեն դատարկված մարդուն, օրինակ ես ինձ համարում եմ հոգեբանորեն դատարկված մարդ։ Եվ գիտեք շատ մարդիկ կան իմ շուրջը, երիտասարդ են եւ փառք Աստծո, որ իրանք շատ երիտասարդ են, եւ ես արդեն իրանց հետ վախվախելով եմ խոսում, որտեղ ես չգիտեմ թե իրանք այն իսկական ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռնգեղջուրն է, էլի, որ չգիտես ռնգեղջուր դարել են թե չէ։ Եվ ամեն անգամ որ այդ արձագանքը լսում ես, որ այս բանը, այն որ մեկը
ասենց խոսում էինք թատրոն, գրականություն, բան, ասաց ընկեր Սդրակյան, Արցախից հետո ոնց որ գլխից տված լինի, ու որ ասում ինչ եք ժպտում, ասում դու հասկանում ես, որ ես արդեն վախենում եմ, ոնց որ քայլես արկերով, լեցուն, դաշտով, որովհետև դու չգիտես, ՅՈՆԵՍԿՕ-ի պիեսը, ով որ չի կարդացել, խնդրում եմ, անպայման կարդացեք, որովհետև կարճ, շատ կարճ պիես է, որտեղ գրում է, որ ասես քայլում ես, աբսուրդի շրջան է, հենց պոստմոդեռնիզմի սկիզբն է, էլի, բանը, նայում եմ, եկի նայում եմ, այս մարդը ռնգեղջուր դարձավ է, մարդը ռնգեղջուր դարձավ է, մարդը ռնգեղջուր դարձավ, և մեկ ասում է, ես խրամատում պայքարելու եմ, որ ռնգեղջուր չդառնամ, դա և պոստֆաշիստական արձագանքներ, որ բանը, որ ֆաշիստ չդառնաս, այսինքն արժեքային համակարգ այդ մարդկային դեմքը չկորցնես, բայց հիմա նայեք Հայաստանում մենք վախվխելով ենք խոսում, մենք չգիտենք մերոնցից որ մեկն է ռնգեղջուր, մենք ապրում ենք տենց Իրզորույցի համար և կուզեի իջնեինք գետնի վրա, ուրեմն այն համակարգում, որ մենք ուզում ենք ապրենք, ներառյալ քրիստոնեություն եւ այլն, շատ երկար ճանապարհ է, չարը, այդպես բնութագրենք, շատ ավելի ագրեսիվ եւ ավելի արագ է գործում, ինչ է կարծում, հարկավոր չի մեզ մի քիչ լինել ագրեսիվ եւ այդ ագրեսիվ լինելով ինչ կհասկանայիք դուք որ մենք այսպես կպարտվենք որ այսպես շարունակվի եւ այս հարցի շարունակությունը այ դուք խոսեցիք հրաների մասին ասեցիք զրկանքներ կրելով կներեք օրակնոցներ ով եմ ուղղակի վիրահատված աչքերս չեմ կարող խնդիր չկա հա այ ասեցիք անցնելով կոտորածների միջով զրկանքների միջով հրաները հասան իրենց երազանքին, բայց դուք չեք կարծում, որ իրանք վերածվում են հրեշի հիմա։ Ինչ? Վերածվում են հրեշի։ Առաջի հերթին դե ես հրյաների հետ շատ եմ շփվում, շատ ավելին ես կարծում եմ, որ մեզ հեծանիվ էլ պետք չի հնարել, որովհետև ազգի ինքնապահպանման և ծրագրավորման, վերածրագրավորման դաշտում ինչ որ հնարավոր է անել իրանք արել են, մեզ մնում է մենակ վերցնել ու կոպի, այո, տեսեք, և ոչ միայն երազանքը, առաջի հերթին փրկել երեխային կոգնիտիվ դիսոնանսից, որտեղ երեխան ապրում է հասարակության մեջ և այդ հասարակությունը նրան շատ հաճախ տալիս է սխալ մեսիջներ, մասնավորապես իր ազգային և մարդկային ինքնության մասին։ Հրեական ընտանիքները սկզբում որդեգրեցին ընտանեկան իզոլացիոնիզմի տեսլականը, բալիկ ջան, ինչ որ կատարվում է, այս տան պատերից դուրս լրիվ կեղծիք է։ Քեզ կասեմ, որ դու կեղտոտ հրյա ես, քեզ կասեմ, որ դու ես, իրականում դու ընտրյալ ես։ Եվ դա ասվել է յուրաքանչյուր երեխային, նույնիսկ եթե նա ապրել է գետոյում և չգիտեմ ինչ կոշիկներով։ Երկրորդը, այն ինչ որ արվում է, կաֆեդրոկրատիա, դա հրեական իշխանության սկզբունքն է, որից նաև ձևավորվել են այսպես կոչված մեզ այդքան վախենալու, բայց իրական բնավ վախենալու չի, մասոնական ստրուկտուրաները։ Ընտրել պրոֆեսիոնալներին, ընտրել ամենագիտակներին, ընտրել մարդկանց, ովքեր կարողացել են ուշադիր եղեք, ձևավորել կայուն և ծաղկուն ընտանիք, որտև եթե դու չես ձևավորել քո կայուն և ծաղկուն փոքրիկ միավորը, դու ոչինչ այլևս չես կարող ձևավորել։ Կաֆեդրոկրատները կամ ուղղակի չամուսնացած մարդիկ էին, որոնք լրիվ այսպես կրոնական բանում էին, կամ այն մարդիկ էին, որոնք պրոֆեսիայի մեջ և ընտանիքի մեջ բացարձակ հարգված մարդիկ են։ Եվ երբ որ դուք ասում եք չարի դեմ պայքարելը, մենք արդեն որոշել ենք, չէ, որ չարիքը բնազդների և նրանց ծաղկեցում տալու մեջ է։ Ուրեմն ագրեսիան կարող է լինել միայն իդեալական ռացիոնալ պլանավորման տեսքով։
Այսինքն, եթե անգամ դա լինի ագրեսիա, դա պիտի լինի գիտակցված ագրեսիա։ Ես ձեզ հրեական պաշտպանության ստրատեգիական փաստաթղթից այն ժամանակ ես կապերս օգտագործեցի, ինձ տվեցին փաստաթղթը, ես փորձեցի այն ներդնել մեր նախագահական պալատում, բոլորը ասին, որ ես երեխա եմ, որը ոչինչ չի հասկանում։ Կյանքից ես այդ թղթով գնացի եւ գիտեք երկար ժամանակ տպած ման էի տալիս, ես վերջերս անդադ փնտրում եմ, չեմ գտնում այդ ստրատեգիական պաշտպանության փաստաթուղթը, բայց հատվածներ կան, որ անգիր եմ հիշում։ Այ ձեր ասած ագրեսիայի պատճառով։ Եթե մենք տեսնում ենք, որ որևէ երկիր պատրաստվում է մեր հանդեպ իրականացնել ագրեսիա, մեջբերում եմ, ապա մենք կարող ենք համարել դա բավարար պատճառ պրևենտիվ պաշտպանություն իրականացնելու համար։ Ինչը հակասում է քրիստոնեության գաղափարին։ Բայց հրաները քրիստոնեության գաղափարների հետ ոչ մի կապ չունի։ Հա։ Հա։ Եվ համարում եմ ունի վրա պետք է հարձակվել։ Այո։ Եվ պետք է ես առաջինը հարձակվեմ։ Եվ դա շատ նորմալ է։ Նայեք, այո, բացատրեմ ձեզ, որովհետև քրիստոնեությունը հանդուրժողականության մասին է, բայց ոչ երբեք հիմարության։ Քրիստոնեությունը հանդուրժողականության մասին է, բայց ոչ երբեք հիմարության, որովհետև հիմարության, այո, որովհետև կներեք բանա, ես նայեք, քաղաքակրթական բանի մեջ, քաղաքակրթական ծրագրավորման մեջ եւս մի բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պիեսից պարտադիր մի հատված կմտցնեի։ Գիտեք, մենք մի հատ տղա ունենք, որը գնաց Արցախյան պատերազմ, եկավ, հիմա ինքը արդեն իբրև անհատ չկա, բայց այդ Արցախյան պատերազմից նա դուրս բերեց 14 հատ բանաստեղծություն, 14 գրեց։ Սոնետների պսակը։ Արմենը Դավթյան։ Եվ Արմեն Դավթյանի սոնետների պսակը ինձ թվում է պետք է սկսվի, գիտեք ոնց է, հրեաները այն ինչ որ հրեական մենտալիտետին բերում է զոհողականություն, բերում է թշվառություն, բերում է, ասենք, բան, հեդոնիզմ, բոլորը հանեցին։ Իրենց ուսումնական ծրագրերից դուրս եկան բոլոր այն գործերը, որոնք հրեաներին նկարագրում են որպես ապուշ, թույլ, վատ ազգ։ Դրա փոխարեն մտան հրեական գենոցիդի մասին բոլոր այն հատվածները, որոնք կոչված են մարդու մեջ պահպանել այդ ինքնապահպանման բնաստը։ Եվ ես գտնում եմ, որ եթե դու գտնվում ես մի միջավայրում, որը պատրաստ է քեզ ոչնչացնել, պաշտպանության պատրաստ չլինելը, դա հիմարություն է, դա քրիստոնեության հետ կապ չունի։ Եվ ագրեսիան պետք է լինի բացարձակ ռացիոնալ, այսինքն դու ոչ մեկի վատը չես ցանկանում, բայց նաև չես պատրաստվում լավը ցանկանալ նրանց, ով որ քեզ վատ են ցանկանում։ Ախր դա էլեմենտար է։ Իհարկե, դա ոնց որ բան է, հո չես նմանվում են կնոջը, որ մարդը ծեծում է, ասում է, բայց մեկը սիրում է։ Հիմա, бьет, значит любит։ Դե տենց չի, որովհետև բանը մեկ ծեծում է, երկու ծեծում է, այդ նշանակում է սիրելու է, դա կապ չունի, դա կապ ունի բան վերահսկողության եւ ճնշելու հետ։ Հիմա կարող ադրբեջանն է մեզ շատ սիրում, ես չգիտեմ։ Բայց դե գիտեք ոնց է, ինձ թվում է դեռ պատմությունը շատ բան կբացահայտի, թե ինչ է այնտեղ կատարվել, որովհետև հաստատ այդտեղ շատ մութ ջրեր են հոսել, դա չի կարող լինել այլ ձևով, որովհետև եւ էգզիստենցիալ վախը դա վարկանիշային վախ չի, էլի։ Ինձ թվում է այնտեղ կյանքի մահվան պարտավորություններ կան, որը մենք չգիտենք։ Բայց եթե մենք չգիտենք, քաղաքական ծրագրավորման մեջ, ապա ծրագրավորման մեջ կա հետևյալ բանը։ Եթե դու ոչինչ չգիտես, գիտեք ելքը որն է։ Դուրս ես գալիս վատագույն սցենարից։ Քո բոլոր մեխանիզմները, քո բոլոր մտքերը եւ գործողությունները մշակում եւ բանեսանում գործարկում ես ըստ վատագույն սցենարի։ Որտեւ եթե դու պատրաստ ես վատագույն սցենարի, այն լավագույնին դու պատրաստ ես։ Ես այնքան բութ եմ շախմատից, եւ գիտեք ոնց է, բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ լսում են, բոլորը չգիտես ինչի սպասում են, որ ես պիտի ինտերնետային հանճարել եմ, կոմպյուտերային եւ շախմատային։ Երկու տեղերում էլ բնությունը լավ հանգստացել է այն վրա, ոչ մի դեպքում չկան ոչ այնտեղ, դրա համար Իսկ Սեթրակյան դուք ձեր խոսքում ասիք, որ արժեքների մասին խոսելուց
ասիկ հիմա քաղաքական էլիտան ամեն ինչը արժեքազրկում է եղել, նախկինում գոնե խոսում էին դրա, թեկուզ կեղծ։ Չեք կարծում, որ հենց այդ կեղծիքն է, որ բովանդակազրկեց, այսինքն եթե մարդը տեսնում էր, օրինակ Սերժ Սարգսյանը հայրենասիրությունից է խոսում կամ ավելի մեծ արժեքներից, բայց իրական կյանքում մարդիկ տեսնում էին, թե Սերժ Սարգսյանը ինչպես է ապրում, նիստուկաց է եւ այլն, ու արժեքազրկվում էր։ Այստեղ չեք կարծում, հենց դա էր պատճառը, որ հնարավոր եղավ մեր ժողովրդի հետ այդ քաղաքական ծրագրավորումը իրականացնել, որովհետեւ ճշմարտության ու կեղծիքի բան եղավ։ Մարդիկ բան դադարում են տարբերել իրարից, ճշմարտությունը պես արժեքը ինչի համար։ Եթե տեսեք դուք ասում եք, ես կտեսնեմ ինքը խոսում է դրա մասին, թեկուզ չի կրում իր մեջ, բայց ես կկրեմ, բայց այդ խոսողը նաև օրինակ է դառնում այդ դեպքում, որովհետև մենք Արցախյան այս կորստից առաջ կար այդ խոսույթը, որ հողանձողին հողին կհանձնենք եւ այլն, բայց ինքնագովաց չլինելու համար մենք ընդհանրապես մի քանի տասնյակ մարդու տեսանք, որ իրենց կյանքով գնացին զոհողության, բայց ուրիշ բան չտեսանք։ Ու խնդրում եմ նաև մեկնաբանեք այսօր վերաբերմունքը, այսինքն բանտերում այդ արժեքի համար, հայրենիքի համար պայքարող, չարչարվող մարդկանց հասարակության վերաբերմունք, այսինքն մոռացության է տրված ընդհանրապես։ Բա հասարակությանը ծրագրավորել են։ Դա է ուզում հասնել։ Պատճառը հենց դա չէ, որ արժեքների, այսինքն այդ բարձր արժեքներից խոսել են մարդիկ, ովքեր բովանդակազրկել են դա։ Ճշմարտության ու կեղծիքի բան կա, որովհետև իմունիտետի մասին խոսելուց մենք պիտի կարողանանք տարբերել ճշմարտությունը եւ կեղծիքը։ Ես հակընդդեմ հարցին հարցով պատասխանեմ։ Մենք հո բոլորս գիտենք մեր հոգևոր հայրերը ինչ տիպեր են, էլի մեղմ ասած։ Ասենք մենք գիտենք, չէ, այնց ուտող խմող տերտերները, կնունք անո, հա, եւ այլն։ Արդյոք այդ հոգևոր հայրերի մեղմ ասած անկատար մարդկային դիմագիծը ստիպում է, որ մենք հիասթափվենք քրիստոնեությունից։ Այո, Կարող է ձեր չէ, բայց լայն շատերն այո։ Գիտեք, որ ասում են մի քանդիր, բայց ու գնում ես տեսնում ես, որ եկեղեցին կպեն զանգակատունը կառուցված է մատորի վրա, արդեն ասում ես եղբայրը, եթե դու ասում ես մի քանի, բայց ինձ ես տալի քանդելու բառ ունենալ, եւ երկրորդը, Աստվածաշնչում տալիս է մի չի կարելի ունենալ ստրուկ, իսկ երկրորդ տարբերությունը ասում է մի ցանկացի ստրուկին հիմա ըստեղ արդեն երկու նախադասության մեջ գալիս է նայ վրա ես ասել հիմա թե ցանկանաս դե նայեք ոնց է այս հավերժական կոնֆլիկտը սա մենք չենք հնարել, դա բանը կոնֆլիկտ է իդեալի եւ այդ իդեալի մարմնական եւ մարդկային արտահայտության միջեւ։ Դե մենք մարդ ենք, լատինական ասույթ կա է, errare humanum est։ Մարդը սխալական է։ Մարդը սխալական է, ել չեմ ասում, ինչ որ ես այս սկզբում հա ասում եի, հերիք չի մարդը կենթանի է, մարդը բնազդային կենթանի է, մարդը հաճույք սիրող կենթանի է։ Բան, մի հատ օրինակ ասեմ, լավ կհասկանան, կանայք, ոնց եք մենք միասին իրար լավ կհասկանանք, ահա, հիմա կասեմ, չէ, կարողա դուք էլ եք դրա ենթակա, ես բան չունեմ ասելու, բայց չեք խոստովանելու, ուրեմն կանացի այդ բնորոշ զգացողությունը չէ, բանի, քաղցրի հանդեպ, Այն որ տեսնում ես, ասենք այն որ բան, բայց կերա, ինչից է դա գալիս, և ինչի ենք մենք մի անգամից այդքան շատ քաղցր ուտում, շատ, այն որ ոչ սոված ես, ոչ ծարավ ես, ոչ բան ես, ոչ էլ քունը տատանում, բայց ուտում ես, ամբողջ խնդիրը, որ նյարդաբանական մեր ազդակը, մենք կանայքս ենք հավաքել եղած չեղածը, տղամարդիկ որս են արել, մենք հավաքարարությամբ ենք զբաղվել, ծառի, բանի, պոկելուց ընդեղ եւ այլն, այդ տեղից բնազդային, չէ՞։ Հիմա խնդիրը որն է, ծառը, որ կա լիքը պտուղներով, ջունգլիում որ կա, այդ անտեր ծառը,
մի պտուղը դու որ չքաղեցիր, եթե տեղ կա տանելու չտարար, եթե բան պետք է տեղում ուտես, որովհետև շանս չկա։ Կապիկները կտանեն, թռչունները կտանեն, ուրիշ ցեղերը կտանեն։ Ինչ տեսար, պետք է այդ րոպեին տեղում ուտվի։ Մանավանդ ինչ որ սիրուն է, ինչ որ հասած է, ինչ որ բան է, այդ տեղում պետք է մաքրվի, որտեվ վաղը կարող է չլինի։ Դրա համար ձեր հանդեպ ներողամիտ եղեք, որտեվ դուք լսում եք ձեր խորքային կանչը։ Այդ բանը, այդ կանչը նենց է, որ այդ եմ ասում իդեալի, որտեվ իդեալը, չէ, այմարդ թող պտուղը իր ծառին, այ մարդ, կամ այն բանը, տար հասցրու երեխեքիդ, չգիտեմ ինչ, բայց errare humanum est, մարդը դեռևս ուղեղով շարժվելու համար ունի իմ կարճ հաշվարկով մարդաբանական, եթե ձգի մի 2-3 հազարամյակ, որ արդեն, բայց այդ ժամանակ էլ չգիտեմ, հետաքրքիր կլինի ինքը որպես այդպեսին, թե չէ։ Ինչ վերաբերվում է գաղափարին, որը փորձել է իրականանալ, բա ինչ եք կարծում, եթե գաղափարը կարողանար տենց մաքուր ձևով մարդկանց մեջ արտահայտվել, Հիսուս Քրիստոսի կերպարը ինչի պետք է հայտնվեր։ Ում էր նա պետք չէ, նա դա է միջանկյալ օղակն է, որը ցույց է տալիս մարդուն, որը չի սխալվում։ Եվ մարդուն, որ ինչ որ ես ասի սկզբում, որը չի ենթարկում, մնացած բոլորը, տերտերները, ղեկավարները, բոլորը, նրանք իսկապես ոչ միայն սխալական են, այլև կենդանի են, եւ բնազդային կենդանի են, եւ մենք չենք կարող որևէ ղեկավարից այ մարդ, հեռու չգնանք, հենա, աշխարհի թիվ 1 գերտերության ղեկավարն է, Թրամփը, անսահմանափակ իշխանություն ունի, գլխից միլիոնատեր է, միլիարդատեր է, չգիտեմ ինչ է, անընդհատ փողերը կրկնապատկվում են, Քաթարից, որը քաղաքական հսկայական զիջումների խնդիր կա, էլ այնտեղ լիքը բաներ կան, խնդիրներ կան, ինքնաթիռ է վերցնում նվեր, ասում այդտեղ խնդրեմ չկա։ Մի հարցնողը ինչի դա, չէ, որ մենք ասում ենք գոնե նրանք սոված եկան բան, այդ մարդկային, այդ բնազդային, այդ բանի ձախ կիսակնդի, ձախ կիսանգուտը մեզ մոտ ղեկավարում աջ ձեռքը, ամեն ինչ վերցնելու այդ մղումը մարդկայինը, այն ինչ որ գաղափարական է, դրանից դուրս է, եւ գիտեք, մի հարց տամ ձեզ, ես ուզում եմ ձեր կարծիքը լսել, ես դրա մասին ունեմ իմ կարծիքը։ Ինչ եք կարծում, եթե Արցախյան այս շարժը, այսինքն այս պատերազմը, լիներ Սերժ Սարգսյանի օրոք, եւ Սերժ Սարգսյանը ասեր նույնը ինչ որ Նիկոլա ասեր, հանձնում ենք բաման, ինչ էր ելնելու։ Всё։ Այսինքն մենակ Իրանին ադու եւ դա հաշվարկված էր։ Դա էլ գեոպոլիտիկ քաղաքական ծրագրավորման հաշվարկ էր։ Ավելին, քանի որ միջև այդ զինված դեպքեր են։ Այո, դուք հասկանում եք, որ այդ երբ որ մենք ասում ենք նա եկել է պարոն Չուքազյանը, որ ասել է նա եկել է իբրև վերջնական պոպուլիզմի բան համալրող, այդքան թեթև չի իր միսիան։ Նա եկել է հենց այդ շտրիխը ամբողջացնող։ Նա եկել է, որ չլինի ռեզիստենցիա այդ զզվելի իշխանությունների դեմ, որտեվ այն ինչ որ ասում էր Սերժ Սարգսյանը իբնե սխալ էր, եւ մենք ունեինք իդեալ Իրան ինադու։ Հասկանում եք, մենք ունեինք իդեալ, այսպես կոչված Սերժ Սարգսյանին, բանին, Ռոբերտ Քոչարյանին ջգրու։ Մենք այդ իդեալը ունեինք եւ պետք էր այդ ողնաշարը ջարդել։ Գոնե այն նեգատիվ ռեզիստենցիայի ողնաշարն էլ ջարդվեց, որովհետեւ եթե այս պատերազմը ներ Սերժ Սարգսյանի օրոք, դեռ հայտնի չէ այն ինչով կվերջանար, որովհետեւ մի անգամ իրանք դառը փորձ ունեցել էին։ Կոմունիստների հանդեպ կար ընդհանուր կամահրանք եւ ատելություն, եւ այդ շարժումը սկսվեց կոմունիստների օրոք եւ սրբեց սովետական միությունը։ Մենք ենք սրբել սովետական միությունը։ Այնքանով սրբեց, որ միջև այսօր Հայաստանի ազգային հերոսային ցուցակում նստած է երրորդ կամ երրորդ նախն չեմ հիշում, Ռիժկովը, որը կազմակերպեց այլապորտ բան, այնքանով։ Բայց հազար ներողություն, նստած չի, նստացրել են։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ։ Միջև այսօր 28 տարի չեն հանում։ Չեն հանում, որովհետև պետա
ու հա, ես էլ ուզում եմ իհեծես հարց տամ, բա այդքան արևմտամետ մեր այս ներկա իշխանությունները ինչի չեն հանում։ Բա իհարկե, դու արդեն հասկանում ենք, չէ, որ մենք գտնվում ենք ուղղակի այդ քաղաքական ծրագրավորմանը հիմա հարմար էր դա, բայց գաղափարը մարդուց հերույա ու միշտ էլ տենց է լինելու, աստղը ոնց որ մարդուց հերույա պետքա ձգտել հասնել աստղին, նենց էլ մարդը պետք է ձգտի հասնել գաղափարին, ասել որ ինչ որ մի հատ մեկ այլանդակա գաղափարին չի հետևում եւ դրանից ես հիասթափվում եմ, այդ կներես էլի, այդ ստացվում է որ ասում է հարևանս կնոջը դավաճանում է, ես է գնամ դավաճանում, տենց չի։ Դուք ինչ կարծիք ունեք, գոնե ես մինչև հիմա չեմ նկատել ավարտական դասարանների այդ վերջին զանգի ժամանակ այդքան ազգային երկու պար։ Հիմա այս տարի մի ձևի ինձ համար գոնե շատ ցցուն էր այդ ամբողջը, դա ենթագիտակցական պաշտպանական ռեակցիա է մարդկանց կողմից, թե ինչով եք դուք դա բացատրում։ Այսինքն դուք տեսնում եք, որ շատացել են դա։ Ես էլ եմ տեսնում։ Եվ սա նշանակում է, որ ազգային իմունիտետը կա, եւ պետք է ուղղակի այն ուղղորդել ճիշտ։ Թեկուզ հասկանում եմ, բայց թեկուզ, որովհետեւ նաեւ էթնոսի դեմ է պայքար գնում։ Իմաստ չունի էթնոսին պայել։ Հա, նու բանա, այսինքն ի նկատի ունեմ, հա, բայց ոչ պետություն։ Ես ավելի շատ ձեր մտքերի, ինչքան որ հասկանում եմ այս ձեր հիմնական ուղղությունը, որ դուք առաջարկում եք, որ մեր ազգը պետք է փորձի անել, որ փորձի մեր անվտանգությունը եւ ապագան ձևավորելու համար, հիմնականում մարդկան հանրային ոգեբանության վրա ներազդելու միջոցով այն մեթոդները ավելի լավ հասկանալու, կիրառելու միջոցով կարողանանք ազգային համախմբում ձևավորել, որը նշանակում է հիմնականում աշխատել ներքին ռեսուրսների, ներքին պոտենցիալի հիման վրա կարողանանք մեր ապագան ծրագրավորել։ Բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ աշխարհակարգական ինչ-որ կոնֆիգուրացիայի մեջ եւ արտաքին գործոնները, որոնք նաեւ մեզ բերել են հասցրել են այստեղ, այս իրավիճակին, արտաքին գործոնները հաշվի առնելով նաեւ պետք է մենք կարողանանք մեր process-ները պլանավորենք։ Արտաքին տենդենսները ես ինչքան որ նկատում եմ, հիմնական բլոկը, որը կայանում է Չինաստանի գլխավորության, Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հիմնական խաղացողները, որոնք այդտեղ գտնվում են, այդ ինչքան մենք ասենք Թրամփին դեմոկրատիայի նկատմամբ իր հարվածներով ողոքում ենք իր բանից վարքագծից, բայց համենայն դեպս իր քաղաքական հիմնական հարվածը, որը ինքը իրականացնում արտաքին քաղաքականության մեջ, ուղղված անդեմ Չինաստանի, որը հանդիսանում է բլոկի գլխավոր առանցքային ամենակարևոր պետությունը։ Այդ պետությունը կազմաքանդման շրջանում է գտնվում, ինքը ունի լիքը խնդիրներ, որը Էնգելխից բնականից սրված վիճակում են գտնում, ու հիմա երբ որ այդ ամբողջ բլոկն է վերևից ներքև իրան ամբողջ հիերարխիկ ստրուկտուրայի կազմման մեջ գտնում, բնականաբար ակնհայտ է այն համար, որ հերո չեն ժամանակները, որ արտաքին ճնշումները անկախ ամեն ինչից Ele պարտադրել են այստեղ ներքին փոփոխություն։ Հիմա ինչ վերաբերում է մեր ներքաղաքական իրավիճակին, մենք հիմա ունենք փաստորեն 3 հիմնական քաղաքական ուղղություններ այս տեսքում՝ պրոռուսական, պրոթուրքական եւ պրոարևմտյան, ու դրանցից ազգային շահերի համապատասխան գործում մենակ պրոարևմտյանը մնացածը բան։ Բայց եթե հաշվի առնենք, որ արդեն ճեղքված կա պրոռուսականի եւ պրոթուրքականի հակահայկական նախագծերի մեջ, այդ ճեղքվածը մեզ հուշում է, որ արդեն ինքը համակարգը ինքն իրանով բնականից սուրացած վիճակում է գտնվում եւ ակնհայտ է նաեւ ապագայի տեսակետից, եթե ռուսական համակարգը, որը հիմնական հարվածները ստացողներից մեկն է, որ ինքը եթե գնաց փլուզման, Ռուսաստանը շատ ավելի կանոն բան է, չնասում ուժ է Իրանից ներկայացնում, զուտ են պատճառով, որ ինքը ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամ է, վետոյի իրավունք ունի եւ այլն,
Էձևի կառավարություններն են եւ պլյուս մեկ դրան, որ միջկային տերությունն է վերջի վերջը, այդ երկու գործոնները ունեցած պետությունը Թուրքիայի նկատմամբ ակնհայտորեն ահաբեկություն ունի եւ ակնհայտ է, որ եթե պրոբոսական համակարգը այստեղ կազմակերպվել է, պրոթուրքականը կազմակերպելը շատ ավելի պետք է որ հեշտ լինի արևմուտքի համար։ Հիմա այս տեսանկյունից ուզում եմ ասեմ, մեր ներքին ռեսուրսի ծրագրավորումը, պլանավորումը մենք որի իրականացնում ենք, նաև պետք է հաշվի առնենք, որ նաև արտաքին ռեսուրսների պլանավորումը պետք է համատեղ իրականացնեն այդ մեկ մյուսի հետ ու կարողանանք այդ մեր կոնկրետ մեր շարժման տեսակետից ես ասենք այդ արտաքին ռեսուրսի հետ պլանավորման ուղղությամբ ահագին դրական բաներ նկատում եմ, որ հաջողություններ ունեցել եք, բայց ներքին ռեսուրսի ուղղությամբ, որը դուք ահագին բաներ բացահայտեցիք, մենք բավական թույլ ենք եղել եւ հուսով եմ ինչ-որ ժամանակ հետո մենք բավական չափ ինտելեկտուալ պոտենցիալ կձևավորենք, որպեսզի այդ ուղղությամբ պետք ահաբեկությունների հասնենք։ Ուղղակի մի փոքր ռեմարկ, ես բնավ չեմ ասել, որ մենք պետքա ծրագրավորենք մարդկանց ավելի պոզիտիվ ուղով։ Ես ասում եմ պետքա մարդկանց այնպես տեղեկացնենք, որ իրենք հասկանան, որ իրենց ծրագրավորում են։ Իմ ամբողջ խնդիրը այնա, որ իրենք իմանան, որ իրենց ծրագրավորում են նեգատիվ առումով, ճանաչեն, դիմադրեն։ Չընդունեն, ասում եմ, միշտ հիշիր որդիս, որ դու խելագար չես։ Որ իրականությունը հատուկ քո շուրջը աղճատում են, մի հատ շատ լավ բան կար։ Կարծեմ Բերգմանի ֆիլմներ, կոչվում էր բանը «Գազովый свет», գեզլայթինգը հենց այդ բառից է եկել, որ ամուսինը կնոջը դիտմամբ խելագարացնում էր, լույսերը անջատելով, միացնելով, անջատելով, այդ հենց հիմա մեր իրականության լույսերը անջատում ու միացնում են, մենք պետք է դրանից տեղյակ լինենք։ Հարց, որ տիկին Սեդրական, ես կարծում եմ պիտի հարցնեմ առաջի հարցերից մեկը, սա քեզ կատակ, քեզ շիտակ, հիմա այս քաղաքական ծրագրավորումը ամերիկացիներն են, ռուսերն են, մասոններն են, հրեաներն են, թե ով է։ Դպրոցներից մեկը թուրքական դպրոցն է, փայլուն դպրոց է, բայց ի տարբերություն ձեզ ես երբեք չեմ տեսել առանձին պրոռուսական եւ պրոթուրքական թևեր։ Ես տեսել եմ ռուս-թուրքական դաշինք, որը դերերը բան է արել, ինչպես ասում են, delegate է արել, բաշխել է։ Դու այս թևն ես ներկայացնում, դու այն թևն ես ներկայացնում։ Մեր այսպես կոչված ինստիտուցիոնալ ընդդիմության պահվածքը բացահայտ ցույց է տալիս, որ խնդիրը ուղղակի ընդդիմության բան ներկայացնելն է։ Տեսլական այդ բանը գեզլայթինգը իսկ իրականում այդ մարդիկ իսկապես իրար ատում են, ես չեմ ասում իրենք իրար սիրում են կամ իրար հետ լավ են, բայց իրականում այդ նույն կենտրոնը իրանց հրահանգում է լինել չափավոր, պահել այդ բալանսը եւ ուրիշ ոչ մի ավելորդ քայլ չանել։ Եթե դուք բանը ժամանակին, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները սրվել էին, ինձ կանչել էին ակումբ Ահարոն Ադիպեկյանի հետ։ Լավ հիշում եմ, հայելի ակումբն էր եւ Ահարոն Ադիպեկյանը դուք հիշում եք ինչ մեղմ ասած ոչ այնքան կիրթ մարդ էր եւ այլն, ասացի, որ դե գիտեք ոչ մի հարաբերությունների վատացում էլ չկար, որտեղ ես նայել էի Թուրքիա-Իսրայել ապրանքաշրջանառությունը, որը վերջին 2 ամսվա մեջ 2 անգամ աճել է։ Հիմա եթե նայենք ընդդիմություն իշխանություն ապրանքաշրջանառությունը, բիզնես, մենք կտեսնենք, որ ոչ մի ընդդիմություն էլ չկա։